Շատ լավ։ Ուրեմն այս երկրորդից սկսենք, եթե ասենք գնում ես քննության, եթե կտրվեցիր նորից ես գնում, եթե կտրվեցիր նորից ես գնում, ու տեն շարունակ, մենակ թե ֆիքսենք, որ ամեն հաջորդ քննությանը դες չի, որ հավանականությունը անցնելու բարձրանում կամ իջնում է, էլի։ Միշտ նույն հավանականությունը ունես։ Այսինքն համարենք, որ գնում ես առնում ես տոմսեր, ամեն տոմսի հաղթելու շահելու հավանականությունը P է, սա ֆիքսված հաստատուն թիվ է, եւ ամեն մի տոմս մյուսներից անկախ է, այսինքն եթե 8-րդ տոմսը չի շահե, 9-րդ տոմսի շահելու հավանականությունը նրանց ոչ ավելանում է, ոչ է պակասում, այսինքն նորմալ իրավիճակ է։ Հարցը կարա լինի հետեւյալը, քանի անգամ պետք է գնաս լոտոյի տոմս առնես, մինչև վերջապես շահես։ Դե պատահական ինչ-որ մեծություն է, չէ՞, այսինքն հայտնի չի որքան է, կարող նշանակեմ x-ով, ուրեմն եկեք x-ով նշանակենք, քանի հատ տոմսա պետք առնել, մինչև վերջապես կշահես ավտո։ Ու իհարկե կարող արդեն հարցը տակ, ասեք, օքեյ, որքան է հավանականությունը, որ x-ը հավասար է 1, այսինքն որքան ինչ նշանակում է, էլի px-ը հավասար է 1, այս նշանակում է ինչքան է հավանական, որ ես կգնեմ ուղիղ մի հատ լոտոյի տոմս եւ երկրորդը չեմ գնի, այսինքն միանգամից կշահեմ։ Այսինքն հենց առաջին իսկ փորձից կշահեմ, առաջին իսկ փորձից քննությունը կանցնեմ։ Հարցեր։ Իսկ պատասխաններ։ Ինչի է սա հավասար։ P-ի հենց, ահա, px հավասար է 1-ի, հավասար է հենց P-ի։ Շատ ճիշտ է։ X հավասար է 1 այդ նշանակում է, որ տոմս առել ես, հենց առաջին իսկ տոմսի վրա քո բախտը բերել է ու դու շահել ես։ Եթե ամեն մի տոմսի օրինակ շահելու հավանականություն 0.001 ինչ-որ sense մի բան է, հավանականությունը որ դու հենց առաջին տոմսից կշահես, ստացվում է 0.001։ Շատ լավ։ Հարցեր ես դրա մասին, ժողովուրդ։ Եթե հասկանում ենք, անցնենք առաջ, եթե չէ, համեցեք, փորձենք հասկանալ։ Ուրեմն այո, հենց առաջին իսկ տոմսի շահելու հավանականությունը P է։ Այսինքն եթե դու ջնջես, հենց առաջինը շահես, վсё, դու այդ խաղը չես խաղում, թարգում ես եւ ասում ենք x-ը հավասար է 1։ Սրա հավանականությունը իհարկե փոքր է։ Լավ, ինչքան է հավանական, որ x-ը կլինի 2։ Այսինքն կջնջես x-ը հավասար է 2, այսինքն 2 հատ տոմս անհրաժեշտ, մինչև դու հասնես քո շահումին, այսինքն համեցեք 0.9999 անգամ 0.001։ Շատ լավ, այսինքն որպեսզի ես 2 անգամ x-ս 2 ունի, էսի ինչ է նշանակում։ Նշանակում է առել եմ 2 տոմս։ Առաջի տոմսը պարտվել է, չի շահել։ Որտե՞ց իմացա առաջինը պարտվել է, թե առաջինը շահեր, երկրորդը չի առնի, չէ՞, ասում եմ x-ը գնում եմ այնքան, մինչև վերջապես հաղթեմ։ Որ եթե դու ուզում ես պատկերացրեք sense, էլի, որ գնում ես քննության եւ քննությունը ասում ես երկրորդ փորձից։ Երկրորդ փորձից նշանակում է առաջին փորձը չի ստացվել, ձախողվել է, ձախողման հավանականությունը 1 - P է։ Դե կամ sense գնեմ իրականում, չէ՞, առաջին փորձը ձախողվել է, չի ստացվել, երկրորդը ստացվել է, երկրորդից շահել ես կամ երկրորդը անցել ես։ Քանի որ իրանք անկախ են, սա կարող եմ գրեմ արտադրյալով։ Հավանականություն, որ առաջինը ձախողվել է, անգամ հավանականություն, որ երկրորդը ստացվել է, հաջողվել է։ Շատ ճիշտ է, սրանը 1 - P է, ոնց որ ասացինք, երկրորդ քննությունը անցել եմ, այսինքն երկրորդը անցնելու հավանականությունը դե P է։ Այսինքն առաջին տոմսը չի շահել, այդ հավանականությունը մեծ է, 0.999, 1-ից հանած P։ Բազմապատկած, որ երկրորդը շահել է։ Խի բազմապատկած, որտեվ այս բանաձևն է, երկուսը միաժամանակ տեղի ունենալը, քանի որ իրանք անկախ են, այստեղ տեսեք, երկրորդ պայմանը մեզ ասում է, որ ոնց որ երկրորդ տոմսը առաջին տոմսից անկախ է, էլի, պրոստը տոմս է։ Ինչ իմանա երկրորդ տոմսը դու առաջին շահել ես, թե չես շահել, ոչ մի ինֆորմացիա չունի։ Որտեվ թղթի կտոր է, էլի։ Եթե անկախ են, ուրեմն կարող ես արտադրյալով։ Այս արտադրյալի մեջ առաջինը ձախողվելն 1 - P հավանականություն ունի, երկրորդը P հավանականություն ունի։ Ուրեմն ունեցանք, որ x-ի 2-ն էլ է, այսինքն երկրորդ փորձով անցնելու հավանականությունը 1 - P, սա առաջինը պարտվում ես, երկրորդը հաղթում։ Հարցեր։ Կարաք ասեք x հավասար է 3, այսինքն երրորդ փորձից, այսինքն որ դու առաջի անգամ կհաջողես միայն երրորդ փորձի ժամանակ, սրա հավանականությունը ինչքան է։ 0.999 քառակուսի անգամ 0.001։ Շատ ճիշտ է։ Ինչի քառակուսի, որտեվ
առաջինը ուրեմն 3 հատ եթե գնում ես երրորդ փորձից նոր անցնում ես, ուրեմն առաջի փորձը ձախողվել ես։ Սա քեզ նախ 1 - p ունես։ Երկրորդ տոմսը նույնպես ձախողվել է, էլի 1 - p, երրորդ տոմսը ստացվել է, այդ էլ p։ Անկախ են, հետեւաբար կարելի է հանգիստ բազմապատկել առանձին հավանականությունները։ Շատ լավ, ստացվեց x հավասար 3-ին է։ Երևի գուշակում եք x հավասար 4-ին, այսինքն 4 փորձով անցնելու հավանականությունը ինչ է։ Այս նույն բանը մի հատ 1 - p ավ է։ Ընդհանուր դեպքում, եթե ուզում ես x-ը տնի k, այսինքն ուզում ես k-րդ փորձից անցնես, k-րդ անգամից քննություն անցնես, կամ k-րդ անգամից նոր դու ավտո շահես, կամ խոսքով։ Պատկերացրեք, կոպեկներ ես գցում, այնքան միջև գնի գիր։ Եթե ուզում ես k-րդ անգամից նոր դու գիր գցես, առաջի անգամ k-րդը լինի, էլի ոնց որ քո գիր գցածը։ Այդ նշանակում է հավանականությունը 1 հանած p k-1 աշճան, այսինքն k-1 անգամ պետք է ձախողվես, բազմապատկած մի անգամ հաջողես, մի անգամ շահես ու վերջ։ Ոնց որ տեսնում եք, սենց ինչ որ ամեն հաջորդը բազմապատկվում 1 - p-ով։ Ու այդ հետաբար թվերը կազմում են երկրաչափական պրոգրեսիա, չէ՞։ Ամեն հաջորդը բազմապատկված 0.999։ Այդ երկրաչափական պրոգրեսիան կազմում, դրա համար այս տեսակի պատական մեծություններին անվանում են, որ ունեն երկրաչափական բաշխում։ Այս ոչ մի կապ չունի այն մեր իմացած երկրաչափական հավանականության հետ կամ երկրաչափության հետ եւ այլն, ուղղակի կոչվում է ասես, որովհետեւ երկրաչափական բաշխում է։ Շատ լավ, այս ոնց որ այս խնդիրը լուծեցինք, եթե սենց հարց լինի, ընդհանրապես հերիքա p-ն իմանա, դնում ես այս բանձի մեջ եւ խնդրեմ, իր PMF-ը ունես։ Այսինքն գիտես յուրաքանչյուր k թվի համար, բնական թվի համար, գիտես իր k-րդ փորձից նոր շահելու հավանականությունը ինչքան է։ Ուրեմն եկեք սահման տանք, եթե ինչ-որ պատական մեծություն, եթե ցույց է տալիս, թե երբ կլինի այսինչ բանը առաջին անգամ, ստե մի քիչ բան է պետք մտցնել, էլի, բարձաբանում, որ ինչ որ մի բանը Բեռնուլիի փորձ է, էլի, այսինքն իրարից անկախ մի քանի անգամ կրկնում ես ինչ որ բանը եւ միշտ հավանականությունը նույն ֆիքսած թիվն է։ Այսինքն այս չէ, էլի, երկրորդ քննությանը հավանականությունը մի քիչ ավելանում է, այդ արդեն sense չէր լինի։ Եթե միշտ նույն հավանականությունը ու դու փորձում ես այնքան անգամներ միջև կշահես ու բոլոր փորձերը դիայից անկախ են, այդ դեպքում պատական մեծություն ունի S-PMF-ը, եթե S ունի S-PMF-ը, ապա ասում են, որ X-ը ունի ոչ թե Բեռնուլի, այլ երկրաչափական բաշխում։ Ֆիքսենք, Բեռնուլին այդ ինչ-որ տենց աղմաղ պարզ բան է, էլի, կամ 0 կամ 1, այդ արժեքներն ընդունում ու ոչ մի ինչ-որ հաշվարկվանման ցույց չի տալիս։ Ի տարբերություն դրա, երկրաչափական պատական մեծությունը ցույց է տալիս փորձերի քանակ, այսինքն երբ կլինի առաջին փորձը, որ այսինչ բան է եղավ։ Ու ինքը կարող լինի 0, չէ, 0 չի կարող լինի, իհարկե, կարող լինի 1, 2, 3, 4 եւ այլն։ Ուրեմն այդ դեպքում կգրեն այսպես, այս geometric, հա, այսինքն կգրեն այս geo փակագծի մեջ p կամ ուղղակի կգրեն j փակագծի մեջ p, p-ն այդ ուղղակի ամեն մի առանձին վերցած փորձի հավանականությունն է։ Մեր դեպքում 0 ու տենց, այս էլ եւս մի տերմին, երկրորդ տերմինը նման բան թվում է երկրաչափական, այսինքն եթե ամեն հաջորդը դիզայն երկրաչափական պրոգրեսիայի նման փոքրացող հավանականությունն է, բազմապատկում այս եւս մի աստիճանով, ապա ինքը երկրաչափական բաշխում է ունենում։ Այս երկրաչափական բաշխումը Բեռնուլի բաշխումի ինչ-որ մեծացրած տարբերակն է։ Այնքան անգամներ արած, միջև որ վերջապես հասնենք մեր նպատակին։ Այսինքն Բեռնուլիի ձախողման հետ չհաշտվող տարբերակն է, ասում այնքան պետք է անեմ, միջև ոնց որ հասնեմ այդ բանին, այդ քննությունը բանանեմ կամ լոտոն շահեմ։ Դե մի քիչ բան էլի, ոնց որ եթե ուզենք կապը նայել, չգիտեմ, սրա օրինակ կապել, եթե ուզում եք բանաձևորեն գրել, էլի դժվար է։ Բայց ըստեղության այս pen, որ ստեղ գրած է, դա նույն ընդեղի pen-ը։ Ուղղակի ամեն անգամ բազմապատկվում 1 - p կամ -1 աշճանով, ոնց որ ինչ-որ իմաստով այո։ Իսկ այս դեպքում կան ինչքան մեծացնում ենք, մեծ p-ի թիվը ավելի փոքրանում է։ Բայց ըստ տրամաբանության ինչքան մեծացնենք, պետք է հավանականությունը այդքան մեծանար, չէ՞, որ կշահի։ Շատ լավ հարց է, գիտեք ոնց, իրեւ լավ հարց է եւ ինձ հիշացրեց, որ ստեղ մի հատ կողքը գործիք կա, որով կարող ենք դա ստուգենք։ Հա, ստեղ ոնց որ տեսնում ենք, աչի վրայից կարող pen փոփոխենք ու ինքը սենց ուրեմն ցույց է տալու այս մեր երկրաչափական բաշխման արժեքները։ Հա, բայց ոնց որ թե նոր ամեն դեպքում ինչ որ բան խափում եք, որովհետեւ
Միշտ նվազում է իրականում, էլի, ու իրոք, հա, ճիշտ եք նկատել, միշտ պետք է նվազի, որովհետև ամեն անգամ բազմապատկում եմ ինչ-որ բանով, էլի, 1-pi փոքր աշճանով, շատ լավ, այնի ինձ սխալվեցի ժողովուրդ, այս ամեն անգամ, ամեն հաջորդը իջնում է մի քիչ, բայց ոնց որ ֆիքսենք, որ կարա այն, օրինակ ես պեն, եթե դնեմ շատ փոքր թիվ, չգիտեմ, ստեղ կթողի, դնենք 0.01 ընդհանրենք, հա, չէ, ասում եմ փոքր 0.1 եմ թողում, որ դու դնես, դե առաջին շարժը 0.1 է, ող ներողություն, դա փոքր թիվ է, հաջորդինն էլ է փոքր թիվ, հաջորդն էլ է փոքր թիվ եւ այլն եւ այլն, ու հա, ոնց որ քանի գնում է, այս թիվը փոքրանում է, մյուս կողմից, եթե օրինակ համեմատենք, ինչքան է հավանական, որ հենց առաջինից կլինի, համեմատենք այն նրա հետ, առաջինից փորձից կհաջողես, համեմատած նրա հետ, որ մնացած ոնց որ x-ը մեծ կլինի 1-ից, հա, այս մնացած այս բոլոր փորձերը իրար հետ գումարած, սրանք գումարային իհարկե ավելի մեծ են, քան որ առաջինից փորձից կհաղթես։ Այդպես, այսինքն ընդհանրապես գրաֆիկը իդեպ այս տեսքն է միշտ ունենալու, այս pay արժեքը որ փոխես, մի սենտ իջնելի է, բայց տեսեք ոնց որ ինչ արագությամբ է ինքը իջնում, օրինակ 18-ի հավանականությունը, որ x-ը կլինի 18, այսինքն դրել եմ 0.3 եւ 17 անգամ ես պետք է ուրեմն բախտս չբերի, 17 անգամը նոր բախտս բերի։ Այդտենց բախտը շատ չբերելու դեպքի հավանականությունը նույնպես փոքր է լինում։ Այսինքն ուզի փոքրանում ու ձգտում է 0-ի։ Կարա դանդաղ, կարա արագ լինի։ Կանք CDF-ն նայենք, սա բաշխման ֆունկցիան է իրականում, նո ասենք որ դնում եմ 10, ցույց է տալի որքան է հավանական որ 10-ից փոքր կամ հավասար կլինի, այսինքն միջև 10-ը փորձ անելով կարողանամ շահել։ Այս օրինակ հետաքրքիր բան է, այսինքն եթե ես գիտեմ որ քննության 10 հարցից 1-ն եմ սովորել, 1/10 է իմ անցնելու հավանականությունը, ինչքան է հավանական որ ես կգնամ քննության ու կհասնեմ առաջին 30 փորձերում անցնեմ, հա, այսինքն իմ այդ բանը կամ 20 փորձում կվերջացնեմ կամ 21 կամ 23 կամ 7 կամ 9, այսինքն ինչքան է հավանական որ իմ x-ը փոքր հավասար կլինի 30-ից, մինչև 30 փորձ, հա, չեմ ասում այդ ու 30, այդ ուղղակի սրանց հետ բարձրանում են վերև, դեռ որ ունես լավ մեծ թիվ է, այսինքն եթե թույլատրվի մարդկանց այսինքն 1/10 հավանականությունով ու ամեն անգամ ենթադրենք անկախ են, հա, գիտելիքներ չեն ավելանում, չեն պակասում։ Եթե թույլատրվի 30 անգամ մասնակցել քննությանը, հսկայական հավանականությունով 95% հավանականությունով 30 անգամն է կանցնեն։ Այս այն նրա հաշվին զուտ որ այդ գումարում եմ եկաչափական պրոգրեսիայի թվերը 1 2 3 4 մինչև 30։ Լավ։ Եկեք մի կարևոր հատկության մասին խոսենք։ Հա, մեկ է ժողովուրդ, եկեք նա հասկանանք այս մատսպասում եւ այլն այդ պահերը ոնց է լինում։ Այստեղ կարելի է վերցնել իրականում այդ բանաձևոր են գրել, դա օգտակար զբաղմունք է, տեսեք, դասագրքի մեջ կա այս մատսպասումի եւ այլնի դուրս բերումը։ Բայց խորտ կտամ մի հատ դուք վերցնեք, ասեք, էսի x-ը կա, արժեք ընտրում այսքան հավանականությամբ եւ այլն գումարեք իրար, ինչ որ եկաչափական պրոգրեսիա է եւ թե ստացվելու, կամ կարող մի քիչ խափեցի, մի քիչ այնտեղ հնարք կա որ պետք է անել։ Ամեն դեպքում որ գրեք փորձեք ինչ-որ բան անել, կարող է վերջում բանաձևը ստացվի։ Մի քիչ տենց խուճուճ է, բայց ի վերջո երևի թե կգաք բանաձևին։ Բայց ասենք տենց եթե փորձեք գուշակելով անենք։ Օրինակ պատկերացրեք որ պեն 1/2 է։ Այսինքն ենթադրեք մետաղադրամ եմ գցում, գիր ղուր, հա, 0.1, ուրեմն 1/2 է իմ պեն։ Եվ x-ով նշանակել եմ թե քանի անգամ պետք է նետեմ մինչև վերջապես ստանամ ուրեմն գիր։ Կարանք իդեպ գնանք այնտեղ ու գծենք ինչ որ այդ բանը։ Սա դնում եմ 1/2-ի վրա, մոտապես էս։ Ու դե տեսնում եք, հնարավոր է մի փորձ բանջվի, հնարավոր է 2 փորձ բանջվի եւ այլն եւ այլն։ Կարանք առանց բանաձևը տենց անելու, ինչ որ ձև գուշակեք այս EX-ը ինչի պետքա հավասար լինի։ Մոտավորապես ինչ որ տարբերակ կարող ինչ որ տենց կրակեք, միգուցե ասենք ստացվի, բայց էական չէ, էլի ստացվի թե չէ, եկեք փորձենք։ Ասենք 1/2 է ամեն մի բանի ընկնելու հավանականությունը։ Այդ նշանակում է որ երկու հատ գցածից մեկը կընկնի։ Կոպիտ ասած, շատ կոպիտ ասած։
Հետաբար քանի անգամ պետք է միջինում գցես, միջինում, էլի, որ ոչ շատ բախտավոր ես, ոչ է շատ տենց բախտը չի բերում, միջինում քանի անգամ պետք է գցես, մինչև ստանաս քո ուզածը։ 10 հատ Ավելի քիչ իրականում 10-ից փոքր է, որտեվ 1/2 հավանականություն, այսինքն երկու հատից մեկը կընկնի, այս տրամաբանության մեջ եթե ասեն, ժողովուրդ, այս կոչվում է աչքաչափով, էլի, անգլերեն heuristically, այսինքն աչքաչափով ինչ որ դատողություն են կանում, էլի։ Եթե 10 հատ գցեմ, պետքա 5 հատը ընկնի, 5 հատը չընկնի, տենց մի բան։ Իսկ եթե 1/2 է, այդ նշանակում է ոնց որ մի հատը ընկնում է, մի հատը չի ընկնում, մի հատը ընկնում է, մի հատը չի ընկնում, այսինքն որ 10 հատ գցենք 1-0, 1-0, 0 կամ հակառակը 0-1, 0-1, 0-1։ Քանի հատ գցեմ, որ միջինում, որ այդքանից հետո նոր առաջ անգամ կհանդիպի իմ գիրը։ Լավ, դες ասեմ, կարանք գուշակություն, ինչ որ հնարավոր տարբերակ, միգուցե սա հավասար լինի, եթե պեն 1/2 է, ապա 2-ի։ Եթե պեն 1/10 է, ոնց որ կարող պատկերացնեք, 10 հատ հնարավոր, ուրեմն դեպք կա, որոնցից միայն մի 10 հատ հարց կա, մի հարցն եմ սովորել, չէ՞։ Միջինում եթե գնամ 10 անգամ մտնեմ, կարամ տենց աչքաչափով ասեմ, որ դե մի անգամ այս հարցը կտա, մի անգամ այն հարցը եւ այլն, 10 հարցից մի հատը նոր կլինի իմ ուզածը։ Կարա բախտս բերի շուտ ընկնի, կարա բախտս չբերի ուշ ընկնի, բայց ոնց որ կոպիտ ասած, դե պեն 1/5 է, պետք է լինի 5, եթե 1/10 է, պետք է լինի 10։ Ու իրոք, այսինքն պարզվում է, որ նորից կարող սա հաշվեք, դուրս բերեք, բայց պարզվում է, որ այս x-ի մատպասումը 1/5 է, այսինքն պեն ինչքան մեծ, այդքան էսի դրա հակադարձը։ Եթե 8 փորձից մի հատն ես հաղթում, քեզ միջինում 8 հատ էլ փորձ է պետք, որ դու գնաս ու անցնես։ Այսինքն եթե ինի 1/8 է, ստակ պատասխանը կտա P-ի հակադարձը։ Բայց նորից եմ ասում, թե ոչ պետք է անգիրանալ, ոչ չէ ինչ որ տենց ուղղակի աշխատչափով երբեմն կարող ինչ որ տարբերակ առաջարկեք, դե դուրս բերումն էլ կա։ Բայց այս բոլոր բանաձևերի գլխավոր կողմն է, որ իրանք արդեն հաշված ինչ որ միտեղ գրած են, հանգիստ կարող օգտվեք։ Ու տենց, եթե x-ը հաշվեք, կարող վարիացիա x-ն էլ հաշվեք, էլի անգիրանալու կարիք չկա, տալիս է այս հետաքրքիր արտահայտությունը։ Այսինքն հենց պեն իմացա, կարամ դնեմ ստե ու ինքը միանգամից այդ պատրաստի վերադարձնի բանաձևը արժեքը։ Եկեք դե միասին հետաքրքիր հարցեր քննարկենք, ժողովուրդ, այս երկրաչափական բաշխումը, ներողություն, հավանականության հետ ոչ մի կապ չունի բաշխումը։ Ինքը միասին յուրահատուկ հատկություն ունի, որ ուրիշ պատական մեծություններ չունեն։ Պատկերացրեք, ուրեմն երկու եղբայր գնում են ու ինչ որ լոտոյի տոմսեր են առնում, ամեն տոմսի շահելու հավանականությունը P-ը, մի խոսքով նույն իրավիճակ։ Ինչ է կարծում, երկուսի համարել ու մի անգամ ջջում են, հա, մի անգամ մի տոմսը առնում են, եւ ջջում են։ Ինչ է կարծում, հնարավոր է, որ ասենք Գևորգի շահելու հավանականությունը տարբեր լինի Հայկի շահելու հավանականությունից, թե նույնն է այդ երկուսի համար շահելու հավանականությունը։ Ինչ կասեք։ Հա, ինտուիտիվ հենց այն ինչ որ մտածում եք հաստատ, պատասխանն է, որ այո, երկուսի համար հաղթելու հավանականությունը նույնն է, P։ Այսինքն եթե ես գնամ տոմս առնեք, դու գնաք տոմս առնեք, երկուսի դեպքում շահելու հավանականությունը 0.0001 է, ոչ մի տարբերություն։ Այսինքն այս հարցի պատասխանն է այո, երկուսի դեպքում էլ նույն հավանականությունը կա, այդ տոմսը չգիտի էլ ինքը ում ձեռքն է ընկել։ Լավ, իսկ ինչ է կարծում։ Արդյոք նույնն է հավանականությունը, որ այդ տեսեք, թազա տոմս են առնում, էլի, նոր տոմս են առնում, ֆիքսալ տոմսի մասին է հարցը, մի հատ Գևորգը, մի հատ Հայկը։ Ինչ է կարծում, արդյոք նույնն է շահելու հավանականությունը երկուսի համար է, եթե իմանում եք, եթե գիտեք, որի տարբերություն ուրեմն Հայկի, Գևորգը նախքան այդ 400 հատ արդեն տոմս է առել լոտոյի ու 400-ն էլ պարտվել է ու այս տոմսը իր առաջին տոմսը չի, իր 401-րդ տոմսն է։ Ոնց որ հոսքով Գևորգն այս փորձառու լոտո ջնջողը Հայկը նոր է գնացել տոմս առել, առաջին անգամ պետքա ջնջի։ Ինչ է կարծում, տարբերություն կա, որ մեկի մոտ կստացվի հավանականությունների միջև։ Չէ երևի։ Ուրիշ Հայկա, տարբերակներ։ եթե անցյալ բանաձևի լոգիկայով շարժվենք, եթե Գևորգը 401-րդը հաղթի, այդ դեպքում ավելի փոքր կլինի, իսկ Հայկինը ավելի մեծ, բայց ըստ տրամաբանորեն չեմ հասկանում իրականում այդ ոնց։ Ահա։ Այդ լավ է, որ նախորդ բանաձևն է, որ վկայը կոչեցինք, ոնց որ թե ինքը այդ նախորդ բանաձևը մեզ մոլորության մեջ կարա գցի, ինքն է մեզ մոլորության մեջ գցած խոսքով,
ասում 401-ը տեղադրի ստեղ, վայ ավելի փոքր թիվ է ստացվելու։ Բայց տրամաբանորեն ոնց որ Հակառակը պետք է լինի հա դրան։ դաժ բան էլի ոնց որ ասում են նորեկների բախտը բերում է, բայց այս լոտոյի տեսանկյունից հոսքով լոտոն ընդհանրապես չգիտի, չէ, առաջ անգամ մարդը ջնջում թե 8-րդ անգամ է ջնջում նոր լոտո եմ առել, շահելու հավանականությունը նույն բանն է, կարող Գևորգը չջնջի, կարող Գևորգը տա իր, չգիտեմ, ընկերոջը ասի դու ջնջի։ Դրանից ոչ մի բան չի փոխվելու։ Բայց այո, մի խոսքով ճիշտ այն մեր տրամաբանությունը ճիշտ է ասում, այս երկու դեպքում էլ ունենք նույն հավանականությունը, այսինքն այն որ դու արդեն 400 անգամ պարտվել ես, դա ոչ մի բան չի փոխում։ Բա հիմա ոնց է դա գալիս կապում են մեր նախորդ բանաձևի հետ։ Տեսեք, ժողովուրդ, մի ուղղակի այստեղ նրբություն կա, այստեղ ունեն պայման, չէ, ասում է if we know եւ այլն, այսինքն որ մի հատ պայման կա, այդ պայմանն է խնդիրը, այսինքն տեսեք, մի դեպքում հարցում եմ ինչքան է հավանականությունը, որ 401 անգամ պետք է ջնջի նոր վերջինը հաղթի, սա մի բան է, մի ուրիշ բան է հարցնել, ինչքան է հավանական, որ 401-րդը նոր կշահի, պայմանով որ արդեն իսկ 400 անգամ ջնջել է ու չի շահել։ Այսինքն պայմանով որ x-ը 400-ից մեծ է։ Հա, այս ուրեմն առաջի իրավիճակը, նու լավ, մեր էս վրգածա 2, ստեղ խոսքը էս երկրորդ իրավիճակի մասն է, այսինքն Գևորգի համար գիտենք, որ 400 անգամ չի շահել, եւ հիմա նոր ուզում է 401-րդը շահի։ Ինտուիցիան ասում է, որ տրամաբանությունը ասում է, որ այդ ոնց որ լոտոյի տեսանկյունից ոչ մի տարբերություն չկա, էլի դու միջև այդ 400 հատ է, թե 4000 հատ է ջնջե, եւ իրոք, այս տակի գրված թիվը նույնն է լինելու, ինչ որ եթե ուղղակի առաջին անգամ ջնջեր, այսինքն նույն պենը։ Բայց հա, այս վերևինը պեն չի, վերևինը ցածր թիվ, այսինքն այստեղ եթե ջնջեի այս մասը, if we know եւ այլն, ու հոսքով եթե ձևակերպեի երրորդ հարց, որքան է հավանականությունը, որ Գևորգը ուրեմն 401-րդ անգամը կշահի, եթե ոչ մի ինֆորմացիա չունեմ նախորդ 400 անգամների մասին, այդ դեպքում կարելի է օգտվել այս բանաձևից, p x-ը հասար է 401 առանց պայմանի։ Բայց եթե դու գիտես, որ 400 անգամ արդեն չի ստացվել, նշանակում է ոնց որ գիտեք ինչ ասեմ, ոնց որ ասեմ այս գրաֆիկը որ կա, նախորդ այս մի քանի այսյունները ընդհանրապես հավանական արժեքներ չեն։ Դրա հետևանքով այս մնացած արժեքների հավանականությունները sense բարձրանալու են։ Մոտավորապես ասեմ։ Չգիտեմ այդ ինչքան լավ ինտուիցիան, բայց ասեմ երկու տարբեր իրավիճակներ են, էլի, մի դեպքում դու ունես պայման, մի դեպքում չունես պայման։ Այդ պայմանի արկայությունը ինքը սաղ փոխում է։ Այսինքն, եթե չիմանար, որ Գևորգը 400 հատ պարտվել է արդեն, ու ասել է ինչքան հավանական 400 հատ կջնջի 401-րդը նոր կշահի, եկե արդեն այո, ինչ որ տենց այն նախորդ բանաձևով է որոշվում, ուտեղ 401 թիվը երևում է, էլի, ինչ որ գրած է 1 - p 400 աշճան։ Բայց եթե գիտեմ, որ այդ մարդը արդեն իսկ 400 անգամ պարտվել է, այս ինչ որ անցել գնացել է, սա ոչ մի ձև էլ այլևս դու չես կարող փոխես, էլի, էլ բացառում այս սցենարը, որ ասենք ինչքան էր հավանական, որ մի խոսքով, եթե դու սա գիտես, էլ իմաստ չունի գրես 1-ից հանած p-ի ձախողումների 400 աստիճան, որտեղ 400 աստիճան դու արդեն նախ գիտես, որ ձախողվել է, էլի։ Այս պայմանը ոնց որ ուզում ասի ես քո արտահայտությունը կբաժանեմ այդ 1 - p-ի 400 աստիճանի վրա, դու էլ չես ունենա այդ 400 աստիճանը եւ ավելի ինչ որ սիրուն բանաձև կստանաս, մենակ պեն կմնա տակը։ Եվ ոնց որ այս երկրորդ դեպքում գործունենք այս պայմանով հավանականության հետ, էլի, այսինքն պայմանը մտնում անդր, երբ որ դու իմանում ես, որ Գևորգը արդեն իսկ 400 անգամ պարտվել է։ Չգիտեմ համոզեցի թե չէ։ Հա, հասկացա։ Շատ լավ, իսկ ուրիշ հարցեր։ Այս որ ըստ ասում է, եթե մենք արդեն գիտենք, նշանակում է ինչ պայմանա տալիս։ Ուրեմն փաստորեն այդ բանը, էլի, այդ բախտը մինենց բան չի, որ տենում է դու 400 անգամ պարտվել ես թե չէ, խիղճը տալիս է, ասում է լավ, նենց այն 401-րդ անգամը շահի, չէ։ Պարտվել ես, խնդիր չկա, բայց ամեն հաջորդ փորձը նույն հավանականությունն ունի։ Եթե դու նարդի ես խաղում, զառը գցում ես 58 անգամ եւ միշտ, ասենք թե միշտ 1-2 անգնում, այդ դրանից չի մեծամ հավանականություն, որ 59-րդ անգամը կընկնի, ասենք թե 6-6, էլի, ընդհանրապես կապ չունի իրար հետ։ Ամեն անգամ, որ դու զառը ես գցում, իրանք հավանականությունը 1/6 է։ Բայց ուրիշ բան, եթե հարցնես նախքան 400 անգամ ձախողվել է, էլի, այդ
տեսեք, բանավորն է, եթե այս if we know եւ այլն սա ջնջենք ուղղակի հարցնենք ինչքան անական որ 401-րդ անգամից կշահի, դա չի բացառում այն տարբերակը, որ ստեղ ոնց որ դու հաշվի ես առնում ինչքան է հավանական, որ այն առաջի 4 անգամները կպարտվես ու այդ դրա հավանականությունը դու ինչ որ 1-ից փոքր թիվ ես ստանում, էլի։ Իսկ եթե դու գիտես որ հաստատ 400 անգամ պարտվել ես, այդ հավանականությունը ուղղակի տալիս է 1, որտեվ հաստատ գիտես, էլի, այսինքն հավանականություն կարելի է հաշվել, եթե դու ինչ որ բան չգիտես, հաստատ հաղթել ես թե պարտվել։ Բայց եթե գիտես որ հաստատ պարտվել ես առանց 400 հատը, դա էլ այն 400 հատի համար հավանականություն չկա, էլի, հստակ ֆիքսված գիտես որ պարտվել ես ու վсё։ Շատ լավ։ Նույն ձև ժողովուրդ, եթե հարցը լիներ հետևյալը, այս նույն բանը ավելի դրամատիկ ձևով գրած է։ Նույն ձև, եթե հարցնենք ինչքան է հավանական, որ սենց լիներ հարցը, հա, Հայկը գնում է խանութ, առնում է լոտո, պարտվում է, երկրորդն առնում, երկրորդից շահում է։ Եվ հարցը լիներ հետևյալը, Գևորգը գնում է խանութ, 400 հատը առնում է, պարտվում է, 401-րդը պարտվում է, 402-րդը հաղթում։ Կարճ ասած ուզում ասեմ ինչքան հավանական որ 400 հատ պարտվելուց հետո հաջորդ առածը չի շահի, իսկ այն երկրորդ առածը նոր կշահի։ Այսինքն 402-րդը կշահի, էլի այետի։ Այսինքն գնում ես խանութ, առաջինը ոնց որ այն նախորդ շաբաթ 400 հատը պարտվել եմ, հիմա նոր շաբաթ ասկսե, նոր ամիս ասկսե, այս ամսվա առաջինը կպարտվի, երկրորդը կշահի։ Դրա հավանականությունը լրիվ նույնն է, ինչ որ եթե նախորդ ամիս պարտված չլինի, էլի, այսինքն այդ նախորդ ամսվա այդ 400 հատը ոչ մի ազդեցություն չի ունենում, որ արդեն իսկ պարտվել վերջացել եմ, էլի։ Այս ամսվա այդ առաջի երկու հատի վրա։ Այս հատկությանը ինչա կարելի, ոնց է կարելի ասել, որ այս երկաչափական, տեսեք, որ ես ասում եմ, բայց ես եմ սխալ գրել, probability distribution։ Երկաչափական բաշխումը ինքը ընդհանրապես իրան չի հուզում եւ չի հետաքրքրում դու միջև այդ քանի անգամ ես պարտվել կամ շահել։ Հա, այսինքն եթե դու հաստատ արդեն իսկ 400 անգամ պարտվել ես, դա ոչ մի ձև չի բարձրացնում քո 401-րդ անգամը հաղթելու հավանականությունը։ Բայց էսի այդքան շփոթենք, հա, հարցն է որ այդտեղ պայման է տված։ Պայմանը որ հանես, այո, կստացվի այն փոքր բան, այսինքն ինչ որ թիվ, որը որոշվում է բանաձևով, բայց եթե պայմանը դնում ես, այդ քո նախորդ 400 հատ հաղթած չհաղթածը ինքը ոչ մի գրոշի արժեք չունի։ Էտա։ Այո, մի բան հարցնեմ էլի, բայց այս ամեն ինչը այդ բանաձևի կոնտեքստում էլ է ճիշտ չէ, նույն այդ ձեր ասած, այդ նույն բանաձևը եթե կիրառես, ունդեղ 1 մինուս p-ն ընդունես, որ 1 է, այսինքն ինքը կորցրել է 1 հավանականությամբ էլի դառնում է p, էլի։ Հա, այո, Բայց ասեմ ինքը էլի այդ նույն բանաձևն է, ուղղակի արդեն հստակ կորցնելու հավանականությունը 1 է։ Եղել, ոչ թե ենթադրում ես, չգիտեմ, 0.3 պետքա լիներ, էլի։ Հա, եթե ես այնի դուրս բերելու ալգորիթմը, այսպես ասած, իմանամ, ես սրան է հանգիստ կարող անեմ, էլի, ոնց որ պետքա գնալ ուղղակի բացել այդ բանաձևը, այդ իրատակի մեխանիզմը բացել ինչ որ ստա գրել եմ ու ասել, որ այ այսքան մասը ինքը էլ չկա, Այդ 1 է դառ, այս առաջի արտադրիչը 1 է դառնում, sense տենց ու դառնում է, որ այդ կա երրորդ քայլը էլի p հավանականությամբ է։ Այո։ Ուրեմն եթե պայմանը կա, այդ ուզում ասի գնա բացի բանաձևը ու այսքանը սարքի 1, տակը ինչ որ մնաց, դա է ճիշտ։ Այո, դա ճիշտ է։ Ահա։ Այսինքն տրամաբանությունը նույնն է մնում, բայց ոնց որ ուզում ասի զգուշացեք եւ այս բանաձևը ոնց որ կուրորեն մի օգտագործեք, եթե արդեն պայմանով հայտնի է, որ արդեն պարտվել է 400 անգամ։ Շատ լավ։ Այս հատկությանը ասում են, որ մեր երկաչափական բաշխումը հիշողություն չունի։ Այսինքն անգլերեն ասած memoryless, հա, հայերեն ասում են հիշողություն չունեցող։ Ուրեմն երկաչափական Ռոկացա ջիոմետրին կատնենք երկաչափական բաշխում ունեցող պատահական մեծությունները, դրանք հիշողություն չունեն։ Եթե դու արդեն իսկ m անգամ պարտվել ես, դա հաստատ է, հավանականությունը որ հաջորդ n+n-րդ անգամը նոր կլինի, այստեղ ժողովուրդ գրած է մեծ է գրած, բայց կարայի հանգիստ դնեի հավասար է։ Կարայի նաև դնեի մեծ հավասար է, էլի, այդ ոչ մի տարբերություն չկա։ Ուրեմն, եթե արդեն իսկ m անգամ քո բախտը չի վերել, դրանից հավանականություն որ եւս 3 հատիկ հետո նոր կբերի, դա նույնն է, ինչ որ ուղղակի 0-ից սկսի։ Կարճ ասած այդ նախորդ ձախողումները ոչ մի ձև այդ հաջորդը, եթե արդեն ձախողել պրծել ես, ոչ մի ձև այն հաջորդին ավելի հավանական չեն սարքում։ Եթե, չգիտեմ, 106 անգամ քննությունից կտրվես ու ոչ բան չես սովորել, միշտ հավանականությունը նույն պես է մնում։ Դա չի նշանակում էլի որ պետքա ինչ որ մի խոսքով դասախոսը նայի քեզ, ասի այս անգամ քեզ կանցկացնեմ, չէ՞, այդ միշտ նույնն է մնում։
108-րդ փորձի հավանականությունն այն ինչ-որ առաջի փորձին է։ Եթե պայմանով, որ այն 107 հատը արդենից ձախողվել ես։ Այս հատկությունը կա, այս հատկությունը մենակ երկրաչափականը ունի դիսկրետ պատական մեծությունների մեջ։ Կանդրադառնանք դրան դեռ։ Եվ ուրեմն ասում են, որ հիշողություն չունի։ Եկեք վերջապես այն մյուս դեպքի մասն էլ խոսանք։ Իսկ ինչ եթե ես գնում եմ ոչ թե տոմսը ջնջում եմ այնքան միջև վերջապես շահեմ, այլ առնում եմ ֆիքսված քանակության տոմսեր, ասում եմ, չէ, գիտես ինչ, կարող է այդ X-ը լինի 1000, կարող է պետք լինի 1000 տոմս առնել, ես 1000 տոմս չեմ ուզում գումար ծախսել։ Ես առնում եմ 10 հատ տոմս, այսինքն ֆիքսված քանակությամբ անգամներ, ինչ որ բան եք անում, քննություն եք գրում կամ ֆիքսված քանակությամբ լոտո եք շահում, ֆիքսված քանակությամբ ինչ որ կոպեկ եք նետում, եւ ուզում եք հասկանալ, ինչքան է հավանական, որ այդ, ասենք, գոնե մի լոտո կշահի կամ երկուսը կշահեն կամ երեքը կշահեն։ Հա, այսինքն ենթադրենք առնել եմ n հատ տոմս, եկեք տառեր մտցնենք, էլի։ Ինչքան է հավանական, որ այս n հատից ուղիղ k հատը կշահի։ Okay, այսինքն ունեմ sense n հատ տոմս, բոլոր իրարից անկախ են, բոլորի հավանականությունը ուրեմն p-ը, ինչքան է հավանական, որ սրանցից k հատը կշահեն, ասենք թե սա, մեկ էլ սա, կան 3, այս դեպքում կլինի n-ը 6։ Այսինքն n-ից ու k-ից կախված, n ու k-ն ֆիքսում է, դեպ n էլ զատո տված է, եւ ուզում եմ հաշվեմ, ինչքան է դրա հավանականությունը, k անգամ շահելու հավանականությունը։ Ընդդեմ տարբերություն չկա, էլի, ես առաջինը կշահեմ, երրորդը ու հինգերորդը, թե առաջինը ու երրորդը ու չորրորդը, ինձ հետաքրքիր չի որերորդները կշահեն։ Ինձ հետաքրքիր է քանակը, այսինքն 8 հատ տոմս որ առնեմ քանիսը կշահեմ։ Եկեք դե փորձենք հասկանալ, ինչքան ուրեմն ֆիքսում ենք, հա, n հատ, այստեղ պատկերացրեք n հատ էլի տոմսերը նկարենք, առաջին, երկրորդ, երրորդ, հա, գնում ես այսքան հատ քննություն կամ այսքան հատ լոտո եւ այլն, n հատ է։ Ինչքան է հավանականությունը, որ x-ը կլինի 0։ Այսինքն n հատից ոչ մեկի դեպքում քո բախտը չի բերի, էլի 10 հատ տոմս ես առել, բոլոր տոմսերը պարտվել ես։ Ինչքան է այս հավանականությունը։ 1 մինուս p անգամ n, հա, երևի։ 1 մինուս p-ն անգամ ինքը իրանով, եւս մի անգամ, անգամ իամ եւս մի անգամ, ուսած n Հա, անգամ։ n աստիճան, Շատ ճիշտ, այսինքն 1 մինուս p n աստիճան։ Ահա, շատ լավ։ Այսինքն եթե ես ուզում եմ, որ ոչ մի անգամ բախտս չբերի, սա նշանակում է եւ պետքա ուրեմն պարտվեմ առաջին անգամը եւ երկրորդ անգամը եւ երրորդ անգամը եւ այլն։ Քանի որ իրարից անկախ են, այս բոլորի այսենց իրար հետ պարտվելու հավանականությունը նույնն այն որ արտադրյալները։ Յուրաքանչյուրի պարտվելու հավանականությունը 1 մինուս p-ը, ինք իրանով n անգամ որ բազմապատկեմ, այսինքն սրանը 1 մինուս p-ը կպարտվի, սրանը 1 մինուս p-ը կպարտվի, ինք իրանով n անգամ բազմապատկում, ստա մեզ գեղեցիկ թիվը։ Ուրեմն x-ի 0 լինելու հավանականությունը 1 մինուս p-ի n աստիճանն է, որը այսենց մաքրենք որ երևա։ Շատ լավ։ Ինչ է կարծում, ինչքան է հավանականությունը, որ x-ը կլինի 1։ Այսինքն n հատ փորձից ուղիղ մի հատը կշահի։ Ինչ տարբերակներ ունենք։ Դե 1 մինուս p-ի n մինուս 1 անգամ p։ Շատ լավ, մոտավորապես, եկեք էդի ֆիքսենք, ուրեմն ինձ պետքա n մինուս 1 անգամ պարտվել։ Էլի, սա անկախ են, ուստի գրում եմ սենց, արտադրյալը։ Անգամ, մի անգամ ինձ հարկավոր է որ հաղթեն։ Հիմա դա Ջորջ, սենց մի հատ իրավիճակ պատկերացրեք, օրինակ 3 հատ տոմս ունեմ, չէ։ Հնարավոր տարբերակները ոնց որ քանի հատն են, էլի ամեն մեկը կարա ուրեմն հաղթի կամ պարտվի, հաղթի կամ պարտվի, եկեք 0-1 գրեմ, 0-1, 0-1, 0 կամ 1։ Այսինքն թան 8 հատ տարբերակ կա։ 3-ն է պարտվում են, երրորդը հաղթում է, երկրորդը հաղթում է, առաջինը հաղթում է, կամ այն վերջ երկուսը հաղթում են, կամ ինչ որ ներություն, այսենց, հա, ինչ որ 1-0-1, 1-1-0 եւ վերջի տարբերակը 3-ն հաղթում են։ Տեսեք, այստեղ մի քիչ սենց բառը ձևով գրեցինք, բայց ունեցա 9 տարբերակ։ Կնեք 8 տարբերակ ունեցա։ Որ քանի որ մեզ էական չի, թե այդ մեկ տոմսը, որը մենք հաղթում ենք որերորդն է, մենք պիտի ոնց որ այդ բոլոր դեպքերը վերցնենք, այսինքն թե 1-ից n-ական, հա։ Շատ լավ, այո, n-ից 1-ական։ Ականեք, հա։ Այո, շատ ճիշտ է։ Այսինքն ես ինչ ունեմ, որ տեսեք Ժորժ, ասում եմ ուղիղ մի անգամ շահեմ, ուղիղ մի անգամ հաղթեմ։ Դա ներառում է եւ այն, որ ուրեմն առաջինը պարտվեմ, հա, այսինքն առաջինը պարտվում եմ, երկրորդը պարտվում եմ, երրորդը շահում եմ։ Այսինքն էսի որն է 0-0-1-ը։
Եվ սա ներառում է 0 1 0 դեպքը, եւ սա ներառում է 1 0 0 դեպքը։ Այսինքն x-ը 1 լնելը նշանակում է այս 3-ից որևէ մեկը, որն էլ լինի։ Այսինքն 3-ից յուրաքանչյուրը մտնում են այս դեպքի մեջ։ Սրանցից ամեն մեկի հավանականությունը այսին վերևը գրած թիվն է, ու իրանք 3 հատ են։ Հետևաբար ստացվում է գումար իրանց հավանականությունը, ստացվում է այս հավանականությունը բազմապատկած 3-ով։ 3-ը ստեղով էր, զուտ քանի փորձ եմ կատարել, էլի, այսինքն կարա առաջի փորձը լինի, մնացածը չլինեն։ Կարա երկրորդ անգամը ստացվի, մյուսները չլինեն, կարա երրորդ անգամը ստացվի, մյուսները չլինեն։ Կարճ ասած, սա պետք է բազմապատկել n-ով, որը, ինչպես նոր շատ ճիշտ ասացիք, նույնն է ինչ-որ զուգորդություն n-ից մեկական, այսինքն քանի ձև է հնարավոր n հատ տոմսից, n հատից, քանի ձև է կարելի ընտրել մեկը։ Հա։ Այս ոնց որ շատ կարճ ասեմ, մեր ամենաառաջին դասի ժամանակ այդ քննարկեցինք, բայց վաղուց չենք խոսել այդ մասին։ Սրան նշանակում ենք sense, չէ, c n-ից մեկական, զուգորդություն n-ից մեկական, տենց ենք ասում։ Կամ նշանակում ենք sense, վերևը n, ներքևը 1, sense հակագծի մեջ, վեկտորի նման, էլի։ Ու ոնց որ ինքը ինչ-որ այս դեպքում հավասարային, այսինքն n հատից քանի հատնա կարելի, n հատից քանի ձև է կարելի ուղիղ մեկը ընտրել։ Ասենք ես ընտրում եմ 4-րդը, դուք ընտրում եք 7-րդը, sense n ձևով կարելի է ընտրել։ Եվ հիշեցնենք, ընդհանուր դեպքում, եթե ուզում եք ընտրել n-ից կայական, կաչ ասեմ, եթե ասենք ուզում եմ, չգիտեմ, 20 հատից ընտրեմ 3-ը, այս նույնն է ինչ-որ c 20-ից 3, սա որոշում էր sense, 20-ի ֆակտորիալը բաժանած 3-ի ֆակտորիալ անգամ 17-ի ֆակտորիալ, 17-ը որտեղից ստացա, 20-ից հանեցի 3, այսինքն c a-ից b-ն, էդի ոնց որ a-ի ֆակտորիալը բաժանած b-ի ֆակտորիալ անգամ a մինուս b-ի ֆակտորիալ, էլի, ինչ-որ բան ձև, որ կարելի է հետը մի քիչ աշխատելու հիշել, բայց այս ոնց որ քանի որ շատ շուտ արել ենք, էլ հիմա չեմ կրկնի, բայց ոնց որ էս է այդ բանաձևը։ Մի խոսքով մեր վերջնական պատասխանը ստացվեց այնց. մի հատ եթե ուզում ես տոմս շահի, ընտրի որևէ ես ուզում շահի, առաջինը, երկրորդը, երրորդը, թե n-րդը, n հատ տարբերակումից։ Յուրաքանչյուրի շահելու հավանականությունը, որ իր շահելունը p է, մնացածների պարտվելունը 1 - p-n - 1 աստիճան, սա ստացվեց այս գեղեցիկ բանաձևը, որը ուրեմն մի հատը պետք է շահի, մնացածը պետք է պարտվեն, եւ այդ մի հատի ընտրությունը կարելի անել n հատ ձևով։ Եվ այս n-ը նույնն է, ֆիքսենք, սա նույնն է, ինչ որ մեր ուրեմն զուգորդություն n-ից մեկական։ Կամ որ նույնն է, այսպես կարանք գրենք n-ից մեկական։ Ահա, էսի նուրբ պահա, խնդրում եմ ինչ հարցեր ունենք, համեցեք։ Ես ուզում եի հարցնել փաստորեն երկրաչափական բաշխումը ոնց որ բինոմիալի մասնավոր դեպքն է, թե Էլի հետաքրքիր բան եք ասում։ Իրական չէ, մասնավոր դեպքը չի ասի, բայց իրար շատ նման են, ասենք տենց կոր ախպեր են, էլի այդ իմաստով։ Այստեղ քանակը ֆիքսված է, այնտեղ քանակը ֆիքսած չի։ Այնտեղ ուղիղ մի անգամ է շահում, ինչ որ իմաստով կարող եմ ասեմ, տեսեք, այստեղ ընդհանուրի քանակը, եկեք սենց ասեմ, ընդհանուրի քանակը այստեղ ֆիքսված է, ընդհանուրի քանակը այստեղ ֆիքսված է, թե քանի անգամ է կարելի շահել ֆիքսված չի, կարող լինի 0, կարող լինի 8, այդ n հատ տոմսի միջից, երկրաչափականի դեպքում հակառակն է։ Քանակը ֆիքսած չի, ջնջում է այնքան ինչքան գնաց, այտենց որ մի թիվ է, եւ էդ է էլ ինձ մեր հարցը, բայց փոխարենը ֆիքսված է, որ ուղիղ մի հատիկ շահում պետք է ունենաս, ասես մի հատ ունեցար, ոնց որ վсё, զրոյացնում ես ու ասում ստոպ։ Այսինքն այնտեղ այստեղ քանակն է ֆիքսված, շահումների թիվը ինչ ասես կարա լինի, այնտեղ շահումների թիվն է ֆիքսված 1, բայց քանակն է փորձերի, ինչ ասես կարա լինի։ Մեկը մյուսի տենց փոխլրացնող բաներ են, էլի դեպքեր են կարելի ասել։ Լավ, եկեք տեսնենք իսկ ինչքան է հավանական, որ այդ n հատ տոմսից 2 հատը կշահի, այսինքն x-ի 2 լինելու հավանականությունը ոնց է կարելի հաշվել։ p քառակուսի անգամ 1 - p-ի n - 2 աստիճան անգամ c n-ից 2-ական։ Շատ ճիշտ է, այսինքն ես ընտրում եմ, ինձ պետք է ասենք, պատկերացրեք էլի 3 հատ տոմս, չէ, 3 հատ տոմսից ուզում եմ 2-ը շահեմ։ Կարա լինի էլի նորվա իրավիճակում առաջի 2-ը շահեն, երրորդը պարտվի, երրորդը չշահի, կամ առաջինը շահի, երկրորդը չշահի, երրորդը շահի, կամ առաջինը չշահի, երկրորդը շահի, երրորդը շահի։ Ընդհանուր ստացվում է քանի հատ ձև է կարելի 3-ից ընտրել 2-ը։ Մեր դեպքում n հատից ընտրել 2-ը, որը նույնն է ինչ որ այսպես կարող գրեմ, այսինքն զուգորդություն n-ից 2-ական, ինչ որ ձև ընտրում ես 2 շահող, ուրեմն բաները, այդ փորձերը,
երկու շահող տոմսերը։ Այդ ընտրությունների քանակը սա է։ Անկամ այդ երկու հատի շահելու հավանականությունը բազմապատկած, որ այն հավանականությունը մնացած բոլորը չեն շահի։ Ինչ կասեք x հավասար է 3-ի մասին։ Հա, դե ոնց որ ենթադրում արդեն հասկացել ենք ու դրա համար ենք ասում, բայց եթե հարցեր կան դրա համար չենք ասում, ընտրեմ հարցերը տա։ Էլի այն հատից ընտրում եմ 3 հատը, ասում եմ այս 3 հատը պետք է շահեն, մնացածը պետքա պարտվեն։ Սենց այս գեղեցիկ բանաձևը ոնց որ ստացվում է ընդհանուր դեպքում, եթե ուզում x-ից ուղիղ n հատից ուղիղ k հատը շահեն, ընտրում եմ n-ից k հատ, այսքան ձևով n-ից k-ական։ Սա նույն c n-ից k-ն է, որ ուղղակի ուրիշ նշանակում է, էլի մեկը ավելի տենց արևմտյան նշանակում է, մեկը ավելի տենց արևելաեվրոպական խորհրդային այդպես նշանակում է, էլի։ Ուրեմն n-ից k-ական ընտրում եմ, p-ի k աստիճան այսքան խոսքով հասկացաք, 1 - p-ի էլ որ չեն շահում։ Եվ այդքան է։ Նման իրավիճակում ասում ենք, որ մեր պատահական մեծությունը ունի բինոմական բաշխում։ Բինոմ դա երկանդամն է, a + b քառակուսի։ Թե ինչ է, այսինքն չեմ մանրամասնի ճիշտ ասած, որովհետև տենց սա շատ էական չի վիճակագրության մեջ, բայց գրքի մեջ կա գրված, որ կտամ նաև, եթե կարճ ասենք, այս բանը էլի ոնց որ a + b-ի n աստիճանի բանաձևը եթե գիտեք, եթե չգիտեք, հղումը կդնեմ, որ կարաք նայեք, թե ոնց է լինում, սա որ բացում ես, մոտավոր sense բան ստացվում է։ A-ի այս ինչ աստիճանը, B-ի n-ից հանած այդքան աստիճանը, անգամ այս զուգորդություն n-ից 2-ական, 3-ական եւ այլն եւ այլն։ Խոսքով կոչվում է երկանդամային կամ բինոմական բաշխում, binomial distribution։ Շատ լավ, ուրեմն այսինքն հետաքրքիր բաներ, մենք պայմանավորվում ենք հետևյալ տեսակի պատակամեություններին, եթե իրանք արժեքներում 0, 1, 2 եւ այլն միջև այն ինչ ասես կարա լինի եւ յուրաքանչյուր կայի հավանականությունը այս բանաձևով որոշվում, ապա կասենք, որ մեր x-ը հանդիսանում է x-ը ունի բինոմական բաշխում, հա, կամ binomial distribution, n եւ p պարամետրերով, n-ը ցույց է տալի քանի անգամ ես դու փորձ արել, p-ը յուրաքանչյուր փորձի հետ հավանականությունը ստացվելու ինչքան է, եւ գրում ենք սենց, հա, x ալիք b n-p, այսինքն այս բան որ տեսնեք, նկատի ունի իրար հետևից n անգամ փորձ է կատարած, ամեն փորձի Բեռնուլի փորձ, ամեն Բեռնուլի փորձ, այդ ոնց որ բանի մոտեցման, այսպես ասած, դրական ելքի հավանականությունը p-ը։ Ուտենց, սրան անվանում ենք բինոմական բաշխում, ըստ էության այս բինոմական բաշխումը կարակ ապացուցենք, որ եթե ես վերցնեմ, ասենք x, y, z, ենթադրենք 3 հատ Բեռնուլի պատական մեծություններ, այսինքն Բեռնուլի բաշխումով, բոլորը նույն էս p, ու այսրանք միատեսակ եւ իրարից անկախ են ուրեմն բաշխված, պատկերացրեք x-ը լինի առաջին ելքը, y-ը երկրորդ ելքը, z-ը երրորդ ելքը, այս x գումարած y գումարած z-ը ինքը կլինի բինոմական 3 ստորակետ p։ Այսինքն այս բինոմական n ստորակետ p-ն այդ իրոք հենց n հատ առանձին վերցրած Բեռնուլիների գումարն է։ Գումարն իմաստով որ ամեն Բեռնուլին կամ 0 է կամ 1։ Եթե գումարում ես n հատը իրար, ստացվում է ինչ որ 0-ից n ինչ թիվ ասես կարա լինի, էլի, կարա սա 0 լինեն, կարա կեսը 0, կեսը 1 եւ այլն եւ այլն։ Այտենց, սա կարող ենք խոսքով ապացուցենք, որ ընդհանուր абստրակտ դեպքում, էլի, եթե x, y, z-ը Բեռնուլի լինեն, իրենց գումարը կբավարարի այս ուրեմն հավասարությանը։ Խոսքով այս հավասարմանը բավարարողները կոչվում են բինոմական բաշխում ունեցող պատական մեծություններ։ Եվ դե ոնց որ սրա օրինակներն են, տեսեք, ժողովուրդ, եթե երկրաչափական բաշխում հանդիպում էր այն դեպքում, երբ որ դու ինչ-որ process ուներ, որ այնքան պետք է լիներ, միջև առաջի անգամ հանդիպեր, ու քեզ հետաքրքիր է x-ով նշանակենք, թե որևէ փորձից այս իր բանը առաջի անգամ կստացվի, բինոմականի դեպքում ինքը հանդիպում է, երբ որ դու ինչ-որ բան ֆիքսված քանակությամբ անգամներ ես կրկնում, բոլորը նույն հավանականությունով, ու քեզ հետաքրքիր է, թե այդքան անգամից քանիսը կունենան քո ուզած ելքը։ Օրինակ, 10 անգամ մետադրամ ենք նետում, x-ով նշանակենք բանը, x-ով նշանակենք, թե 10 հատից քանիսն է ընկել գիր։ Այդ դեպքում x-ի բաշխումը որը կլինի, ինչ կասեք։ X-ը կլինի բինոմական, չէ, իսկական մետադրամ ենք նետում սովորական, էլի, այսինքն ինչ գրեմ ստեղ։ Տարբերակներ։ Ահա, 10 կողնեմ P հավանականությամբ, էլի։ Այո,
Եթե համարենք, որ ստեղ գրածա որ բան են 1/2 coin, ապա ստեղ 1/2, եթե չէ p։ Այսինքն նման տիպ իրավիճակները, երբ որ ուսանց շատ բաներ կան, էլի, ինչ որ մի բանը ֆիքսված քանակությամբ անգամներ կրկնում ես, ասենք մետադրամի նետումը, գրում են սենց b քանակը քանի անգամ ես արել եւ այս ամեն մեկի հավանականությունը։ Այն x պատակամետությունը, որ ցույց է տալի, թե 10 հատից քանիսն է ստացվել քո ուզած ելքը, 10 հատ տոմս եմ արել, քանիսն է շահել, կամ 10 անգամ քննության եմ մասնակցել, քանիսն եմ շահել, կամ պատկերացրեք բանը, հա, ինչ որ շտեմարանի խնդիրներ են լուծում մարդիկ, ասենք ամեն ինչ ինչ որ ելքեր կան, չէ՞, խոսքով նշովի թեստ է, ասենք թե 20 հատ հարց է, ու դու եթե ոչ մի բան չգիտես, ամեն հարցը ունի 4 հատ տարբերակ, ասենք ABGD, ու ընդհանուր կա 20 հատ հարց, բոլորը պատահական, եթե օրինակի համար նշես, չէ, մարդկանց ասենք հետարկում է ինչքան անական, որ կստանան գոնե 8 հատը ճիշտ։ Այսինքն, դա նույնն է, ինչ որ դու վերցնես, ասես x-ը ունի հետևյալ բաշխումը, բինոմական, 20 անգամ հարցի ես պատասխանում, ամեն հարցի ճիշտ պատասխանը 1/4, որտեղ ինֆորմացիա չունես, էլի պատահական նշում ես, այդ դեպքում մի խոսքով ես վերի բանաձե մեջ դնում ես, ասենք թե կայի տեղը 8, ստանում ես ինչ որ թիվ։ Այսինքն, այս բանը շատ հաճախ հանդիպում են, էլի, ինչ որ բանը անում ես բոլոր մի քանի անգամ եւ ամեն անգամ նույն հավանականությունով։ Շատ լավ, մի ձևը ուրեմն է, դա մետադրամի նետման դեպքում այլի բինոմական բաշխում կամ պատկերացրեք բան, հա, ասում եմ օրինակի համար այդ լամպը որ առնում ես, լամպի փչացած լինելու հավանականությունը, ինչ որ թերություն ունենալու հավանականությունը 0.1 է։ Եթե գնաս 50 հատ առնես, հա, այսինքն մեծ պարտիայով ինչ որ բան ես առել, 50 հատ լամպ, ամեն մեկի փչանալը 0.1 է, բնականաբար մեկը մյուսից անկախ են, որքան է հավանականությունը, որ ուղիղ 4 հատը կլինեն փչացած, ու 4 հատը չեն աշխատի։ Ինչ եմ անելու, վերցնելու եմ մեր բանը, բինոմական բաշխման բանաձևը, որ կա, ըստեղ դնեմ n-ը հավասար է 50 հատ լամպ եմ առել, ուրեմն p-ն վերցնեմ յուրաքանչյուրի փչացածներն 0.1, կան վերցնեմ դնեմ 4, այսինքն հետո 4 հատի փչացած լինելու հավանականությունը, դե ադրում ես, հաշվում ես, ստանում ես ինչ-որ մի թիվ։ Մենք էլի մի քանի դաս հետո կտանք, որ սա ոչ միայն հենց ինքը իրանով sense հետարքիր բան է, այլև կարելի է վերցնել իրան օգտագործել ինչ որ բաների ճիշտ կամ սխալ լինելը ստուգելու համար։ Հա, այդ թարգման հայկի հետ բանեք հետագայում, բայց ոնց որ նման տիպ բաներ, այսինքն բանաձև ունես մեջը տարբեր արժեքներ դնում ես ու ասում ես ինչքան է այսինչ բանը հավանական, այդ քեզ օգտակար ինֆորմացիա է տալի, որ դու չգիտեմ, ինչ որ օրինաչափություններ բացահայտես ենթադրենք։ Հարցեր։ Ինչ կասեք։ Հայ ջան, Բեռնոլի բաշխումն ու բինոմական բաշխումը իրար նման են, հա? Նույն բանը։ Կներեք, առաջինը որ ասացիք, որը բինոմականը։ Բեռնոլին, շատ լավ, եթե ես ասեմ, որ ընդամենը 1 փորձ եմ անում, n-ը վերցնեմ 1, հա, գրեմ բինոմական բաշխում, բայց ընդամենը 1 փորձով, էսի նույնը կլինի ինչ որ Բեռնոլի։ Այսինքն բինոմականը Բեռնոլինը արած ոչ թե մի անգամ, այլ բան, n անգամ։ Հա, Բեռնոլինը շատ։ Այստեղ Բեռնոլի p։ Դու տենց կարակ մի քիչ առաջ էի ասում, որ կարակ ապացուցեք, որ եթե վերցնեմ օրինակ 3 հատ Բեռնոլի պատական մեծություն, ասենք x, y, z, գումարեմ իրար, ստացվածը կլինի բինոմական պատահական մեծություն, 3 ստորակետ p։ Եթե 4 հատ գումարեմ, կստացվի 4 եւ այլն։ Այսինքն բինոմականը դա մի քանի Բեռնոլի իրար վրա կրկնում ես, այդիա։ Շատ լավ։ Ահա։ Հարցեր, առաջարկներ։ Okay, եկեք հիմա, հա, կամ ասենք մի ուրիշ օրինակ, ասենք մտնում ես ավտոբուս, սովորաբար 10-ից 3 դեպքում ինչ որ չի ստացվում վճարել, հա, ասենք 30%-ով ենթադրենք չի ստացվում վճարել, ինչ որ ձեները հանում եւ այլն եւ այլն։ Եթե օրվա մեջ 5 անգամ ավտոբուս ենք նստում, ոնց կարելի է որոշել, որ օրինակ բոլոր անգամները ստացվի վճարել։ Այսինքն ինչ եմ ասում, այս հարցի մեջ ասում եմ p-ն վերցնենք 0.3, n-ը վերցնենք 5, 5 հատ փորձ եմ անում, ամեն փորձում 30% հավանականությամբ չի ստացվում վճարել, ինչքան ունական, որ միշտ ստացվում է, այսինքն x-ը 0 է, այստեղ վերցնում x-ը 0 այս բանաձևի մեջ, հա, իդեպ որ x-ը 0 եք վերցնում, որ այստեղ n-ից 0-ական ընտրելու մի հատ ձև կա, այդ ոչ մի բան չընտրելն է, այսինքն այստեղ ուղղակի տալիս է 1, այստեղ տալիս է 0.1, խոսքով տակոննա 1 - p-ի n աստիճան։ Այսինքն այս վերջի հարցին կարելի է պատասխանել առանց իմանալու այս ամբողջ այս բինոմական այս տեսությունը, ուղղակի այտենց
Առաջ անգամ պետք է ստացվի, երկրորդը ստացվի, երրորդը ստացվի 0.7-ի 5 աստիճան։ Հարցեր։ Դե սրա գրաֆիկները իրանք հեսա մենք կնայենք ինչ տեսք են ունենում, բայց օրինակ ստեղ ասում է 20 անգամ կոպեկ եմ նետել, յուրաքանչյուր կոպեկինը 0.6 հավանականություն ունի, եւ ես x-ով նշանակել եմ թե քանի անգամ նա դուրս գալի, x-ի տարբեր արժեքների հավանականություններն աստեղ գծած, այսինքն x-ի PMF-ը։ Այսինքն շահումների, ելքերի հնարավոր այդ արժեքների բաշխվածությունը բաշխումը։ Եկեք մի հատ տենց բանով նայենք երևի, հա, հեսա, այդ նույն բանն ասում է, n անգամ անում ես, քանի անգամը որ կստացվի, PMF-ը ունենում է հետևյալ տեսքը, ուրեմն երկու պարամետր ունենք արդեն, տեսեք, կարաս դու հանգիստ նախ քանակը շատացնես փորձերի, օրինակ ասում 5 փորձ, 6 փորձ, 8 փորձ եւ այլն, հա, տեսեք, ոնց որ շատ մոտիկանում է մեր զանգակաձև կորենի դեպ, բայց էսի բանը էլի կոշ չէ, էսի պրոստը PMF-ի գրաֆիկա։ Եվ էսպեն, եթե դու ելքի հավանականությունը մեծացնես, պատկերացրեք լոտո ես ջնջում, որը համարյա միշտ շատ հեշտ քննությունն է լավ։ Այնքան հեշտ քննությունն է 90% հավանականությամբ կարաս անցնես։ Եթե դու գնաս այդ քննությանը մասնակցես, ասենք թե 100 անգամ, ասենք թե 100-ը, նշանակում է դու շատ մեծ թվով անգամներ կանցնես այդ քննությունը, էլի հավանականությունը, որ դու 100 հատից ասենք թե 60-ը կանցնես, քիչ է։ Հավանականությունը, որ 90-ը կանցնես, մեծ է, որովհետև 90%-ը գիտես հարցերի։ Պեն փոքրացնում ես, այս գրաֆիկը ձախ է գնում, ինչ նշանակում ձախ է գնում, նշանակում է, ասենք, եթե պետ ասենք թե 0.28-ը, դու հարցերից 100 հատից 28 հարցն ես սովորել, 100 անգամ որ քննություն հանձնես, մոտավորապես տենց 28 անգամը կանցնես, էլի քիչ հավանական, որ 100-ից 100-ը անցնես կամ 100-ից 70-ը անցնես։ Այսինքն ստեղ այդ տեն որ շարժում ես ձախ ու աչա գնում հավանական արժեքները էդի հետա ցույց տալիս եւ այս n-ը ոնց որ կարող ենք քչացնենք ու էլի նույն բանը փորձենք անենք, տեսնենք որ նույն ձև գնում գալիս է։ Ինչքան sense n-ը շատ, այդքան ավելի sense ոնց որ գրաֆիկը ավելի սահուն է ստացվում, ավելի ողորկ է ստացվում, ինչքան sense այդքան ավելի տենց խզվող տեսք է ունենում, էլի։ Խոսքով շատ լավ է, որովհետև կարող ենք բանձևը դուրս բերենք եւ հետո գրաֆիկորեն տեսնենք ինչա կատարվում ու իրոք մեր բանը հաստատում է, էլի ոնց որ պատկերացումները։ Եկեք մի հատ հասկանանք լավ։ Եթե n հատ նետում եմ անում, ամեն նետման հավանականությունը ճիշտ ընկնելու, գիր ընկնելու p-ը, x-ով գիր ընկնելու քանակը նշեմ, ապա x-ի մատպասումը ինչքան կլինի։ Այսինքն միջինում քանի անգամը n հատից ես կարամ ակնկալեմ, որ կլինի իմ ուզածով։ Ինչ մտքեր ունեք, ես արկաչափով ինչքան կլինի EX-ը։ Իմ համար հեշտ է, որտեվ ես գիտեմ, բայց եկեք նայենք։ Շատ ճիշտ է։ Եթե ես արել եմ ընդհանուր 20 հատ փորձ ու գիտեմ, որ հաղթելու հավանականությունը 60% է, կարամ ասեմ, որ արկաչափով մոտավորապես այդ 20 հատ փորձերի 60%-ը պետք է հաջողված լինի։ Այսինքն n անգամ p հատը պետք է հաջողված լինի։ Եվ իրոք, եթե հաշվեք, տեսնեք, որ n անգամ p է։ Ու եթե իրականում ապացուցենք, որ այս բինոմականը կարելի է ներկայացնել որպես n հատիկ Բեռնուլիների գումար, բայց ես մի քիչ խճճված բան եմ ասում, էլի, բայց որ մտածեք կհասկանանք որ սենց է։ Սրանցից այն մեկի մատպասումը p-ը, քանակը n-ը ստացվեց n անգամ p։ Խոսքով կարաք սա էլի հաշվեք ու դուրս բերեք։ Դե վարիացիան մի քիչ այդքան է պարզի գուշակել, բայց np 1 - p, այսինքն էլի այդ նույնն է երկրաչափականի նման, կներեք Բեռնուլի վարիացիայի նման է, ուղղակի n անգամ։ Հարցեր։ Էլի այս բանաձևից կարաք դուրս բերեք, էլի։ Հիշացնում ժողովուրդ, ոչ մի բան ինչ-որ անգիրանելու կարիք չկա, էլի, պարզապես միտքը հասկանանք, այդ վարիացիան ինչ բան ձևավորում կամ EX-ը դա գրքում գրած է, էլի։ Okay։ Եկեք հիմա մի ուրիշ վիճակել նայենք։ Այ միջևես ինչ որ տենց ֆիքսած քանակության փորձեր ենք անում եւ այլն, եկեք մի քիչ ավելի հետաքրքիր բան նայենք։ Պատկերացրեք, որ կյանքից վերջրած բան, փորձ չենք անում, էլի։ Ժամանակն է զուտ անցնում ու ենթադրենք ունենք ինչ որ sense coffee house-ի մասնաճյուղ է։ Գիտենք, որ միջինում ժամը 10-ից 11-ի արանքում միջինում 30 հաճախորդ է միշտ գալիս։ Այսինքն մի օր ավել, մի օր պակաս։
Եկեք x-ով նշանակենք հաճախորդների թիվը x-ը, այսինքն ես գիտեմ, որ x-ի միջինը 30 է, էլի, բայց x-ի բաշխումը չգիտեմ։ Եկեք փորձենք x-ի բաշխումը ինչ որ մի ձև ստանել, այսինքն օրինակ ինչքան անական, որ x-ը կլինի 35 կամ ինչքան անական, որ x-ը կլինի 40 կամ x-ը կլինի 10։ Եկեք փորձենք այդ հարցին պատասխանենք։ Այսինքն հասկացանք ինչ է կատարում։ X-ով նշանակում եմ հաճախորդների թիվը եւ ընդհանրեն այն գիտեմ, որ x-ի միջինը 30 է։ Եկեք սկսենք նրանից, որ այս մեր ժամը 10-ից մինչև ժամը 11-ը վերցնենք, sense նկարենք մի հատ իրան։ Եվ ենթադրենք, ստեղ ինչ որ հաճախորդներ են գալի, հա, լրիվ պատահական ձև, որ ոչ մի ձև չեմ կարող իմանամ ով երբ է գալիս, էլի։ Կարող մի հոգի ստեղ գա, մի շոքի ստեղ գա, մի շոքի էս պահին, մի շոքի էս պահին, հետո ստեղ ոչ մի մարդ չգա, հետո իրար հետևից սկսեն գալ, հետո նույն պահի, ասենք թե 10 հոգի գա դասամիջոցը կամ տեց մի բան։ Ուրեմն այս մեր 10-ից 11 այս ընկած ժամային միջակայքում հարցը նա թե քանի հատ այսպեսի կետ կունենա։ Հա, եթե գիտեմ, որ այդ x-ի մատսպասումը ասենք թե 30 է։ Չոր առաջարկներ կան ոնց մոտենալ այս հարցին։ Մի քիչ ավելի նուրբ է, մի քիչ ինչ որ արհեստական քայլեր պետք է անենք։ Եկեք առաջարկ անենք։ Եկեք ասենք, ժողովուրդ, այդ ժամը 10-ից 11-ը որ կա, դե մի ժամ է, հա, հասկացա։ Այդ մի ժամը կարելի է, չէ, բաժանել 1 վայրկյանանոց sense փոքրիկ մասերի։ Այսինքն մի ժամվա մեջ կա 3600 հատ վայրկյան։ Եկեք բաժանենք առաջին վայրկյանը, երկրորդ վայրկյանը, երրորդ վայրկյանը ու տես շարունակ։ Այսինքն sense շատ փոքր, մի քիչ զում եմ անում էսի, որպեսզի հնարավորինս նորմալ նկարվի։ Բաժանենք sense պուճուր, այսինքն միջակայքերի, հա։ Ինչքան հաճախորդ եկավ առաջին վայրկյանի ընթացքում, երկրորդ վայրկյանի ընթացքում, երրորդ վայրկյանի ընթացքում ու sense 3600 հատ ուրեմն վայրկյան գնաց իրար հետևից։ Եվ ինչա կարելի ասել ժողովուրդ, եթե ընդհանուր այս ամբողջ այս ժամը 10-ից 11-ում հաճախորդների թիվը 30 է միջինում որքան մարդ կգա, այս մի այսպես sense փոքրիկ այս ինտերվալի մեջ։ Ինչ մտքեր ունեք։ Ուրեմն այսի ընդհանուրի մեջ միջինում 3600 միջինում 30 հոգի է գալի, բաժանել են պուճուր 30 հատ մասերի։ Ամեն մասում միջինում ինչքան մարդ կգա։ 30-ը բաժանեք 3600 բաժանած 30։ Միջինում ինչքան մարդ կգա, չէ՞։ Հա, բայց դա կարա մեկից պուճուր թիվ լինի, էլի ինչ որ տենց աշկաչափով ենք ասենք։ Միջինում կես հոգի կգա, այդ օքեյ է, էլի տենց ասելը։ Հա, դե 30-ը բաժանած, հա, 3600։ Շատ լավ, ճիշտ է։ Եթե ամբողջի, այս պատկերացեք, այս ամբողջի մեջ ընդհանուր 30 հոգի է գալու, որ բաժանեն պուճուր, ասենք որ 10 կտորի բաժանեի, չէ՞ ժողովուրդ։ Ամեն կտորում միջինում 3 հոգի կգար, 3 հոգից տե 3 եւ այլն կգումարի 3 կստանա 30, որովհետեւ դե պետք է չէ թվեր իրար հավասար լինեն, որովհետեւ նես չի որ ասենք այս մի ինտերվալում գալու հավանականությունը այս մյուսից ավելի շատ է կամ ավելի քիչ։ Հաճախորդներն երբ ուզում են գալիս են, ուստեղ ոսր բան էլի համարենք որ նես չի որ ժամը կապ ունի, հա, ասենք, չգիտեմ, ինչ որ ժամի մարդիկ գործի են կամ բան, չէ։ Ամեն մի խոսքով պահերի միջև ոչ մի տարբերություն չկա, էլի, ոչ մի ձև չես կարող ասել, որ ժամը 11-ին շատ մարդ է գալի, 10-ին քիչ։ Այսինքն ինչ, եթե բաժանեմ 10 հատ ինտերվալի, ամեն ինտերվալում պետք է ունենամ միջինում 3 հոգի։ Եթե բաժանեմ 3600 ինտերվալի, պետք է ունենամ միջինում 3600 հոգի։ Հա, եթե իմ միջինը 30 է, բաժանել եմ n հատիկ ինտերվալի, ամեն մի այսպիսի sense ինտերվալում միջակայքում 30 n-երորդ։ Այ այսքան մարդ կգա միջին։ Հիմա ես կարող եմ ասեմ, լավ, ժողովուրդ, ունես այս միջակայքը, նստի սպասի ստեղ, մի վայրկյանոց միջակայք է, էլի, պատկերացնում եք, խոսքը շատ փոքր միջակայքի մասին է։ Հավանականությունը, որ այս մի վայրկյանի ընթացքում մարդ կգա, այս pen, ինքը հենց 30 n-երորդ է։ Ну, ինչ որ մոտավորապես, հա, շատ մոտավոր ինչ որ բան ենք ասում, որովհետև տենց մի վայրկյանոց միջակայքում մարդ գալու հավանականությունը ես տենց ինֆորմացիա չունեմ, էլի, բայց կարամ համարեմ, որ սա մոտավորապես 30-ը բաժանած n-ի։ Այսինքն եթե այդքան մարդ է գալու հավանականությունը 30 n-երորդ է, էլի։ Միտքը է դա։ Ուրեմն դժվար է խնդիր լուծել, բայց կարելի է բաժանել մասնատել փոքր կտորների
ամեն կտորում ասել դե եթե 30-րդ 30 մարդ ընդհանուրում է, ապա 1/9 երկարությամբ կտորում 30-րդ մարդ կգա, ասել ուրեմն հավանականությունը մարդ կգա թե չի գա, ստե մի պահ կա որ ձեզ խափում եմ էլի ժողովուրդ իրականում եկեք եթե մանրամասնեմ մի ասած միջակայք եք վերցրել փոքրիկ միջակայք է, հա, 1 վայրկյան երկարությամբ եւ ասում եմ այս մի վայրկյանից միջակայքում ինչ որ Բեռնուլիոտ իրավիճակ է։ Հնարավոր է երկու դեպք, կամ մարդ կգա, կամ կգա մի հոգի, մի վայրկյանի մեջ դժվար էլի երկու հոգի գա։ Կամ կգա 0 հոգի, կամ մարդ չի գա։ Այսինքն այս մի վայրկյանանոց, այս փոքրիկ, այս լոկալ մասշտաբով այսքան տեղը, ես կարամ ասեմ, որ մարդ գալ կամ չգալը 1 է կամ 0։ Այսինքն Բեռնուլի է այսքան տեղը։ Այս մի փոքրիկ միջակայքում մարդու գալ չգալը, եկեք x-ի տեղը նշանակեմ y-ով, այդ y-ը ինքը Բեռնուլի է, այ այսպես։ P-ներորդ միջինով։ Այդ կնեք P-ներորդ չէ, սխալ ասացի, ուրեմն կգա մի հոգի եւ այլն, Բեռնուլի է, ինչ որ P հավանականությունով, բայց նաեւ կարող ասեմ, որ միջինում այս ինտերվալի մեջ միջինում կգա ուրեմն ինչքան մարդ 30-ը բաժանած n-ի, բայց նախորդ էջի բանձը ասում է որ y-ը հավասար է p-ին։ Եթե Բեռնուլի է, մատպասում է այդ p-ն է։ Ստեղից ես ասում, օքեյ, Ժորժ ջան, ուրեմն p-ն հավասար է 30-ներորդ եւ այստեղ տեղադրում ենք այս դրա փոխարեն 30-ներորդ։ Ու ստացվում է ինչ։ Ժամը պարունակում է 3600 հատ 1 վայրկյանանոց ինտերվալ, ամեն ինտերվալում մարդ գալ կամ չգալը Բեռնուլի է, 0-1 է, եւ ամեն այդ Բեռնուլի հավանականությունը 30-ներորդ է, 30 ընդհանուր այդ միջինը բաժանած այդ հատվածիկների քանակի վրա, ստացվում է որ ամեն հատվածում եղավ 30-ներորդով Բեռնուլիի բաշխում։ Կա այդպիսի 3600 հատ Բեռնուլի։ Այսինքն ինչ որ իմաստով դու կարող ասեք ես 3600 անգամ կատարում եմ մի վայրկյանանոց փորձ, ասենց պատկասեք աչքս բացում եմ, նայում եմ հաճախորդ եկավ թե չէ, փակում եմ։ Հետո հաջորդ վայրկյանին բացում եմ, նայում եմ հաճախորդ կա թե չէ, փակում եմ։ Ու տենց շարունակ 3600 անգամ աչքը թարթում եմ, հա։ Բացում եմ, նայում եմ, եթե չկա փակում եմ, նայում եմ, եթե կա, եթե չկա փակում եմ, մի քիչ տարօրինակ բան եմ ասում, բայց ստացվում է որ 3600 անգամ դու փորձ ես կատարում, հա, եկեք գրենք n 3600 անգամ դու կատարում ես Բեռնուլիի փորձեր, ամեն փորձի հավանականությունը 30-ներորդը ընդհանուր հաճախորդների թիվը հավասար է առանձին է այդ ինտերվալների այդ բաշխումների ոնց որ քանակների գումարին։ Հետևաբար ասել ինչքան է հավանականությունը որ կգա ուղիղ k հատիկ բան հաճախորդ, այդ նույնն է որ ասես որ այստեղ ունեմ 3600 հատ ինտերվալ, ինչքան է հավանական որ այս սրանցից k հատում կգա հաճախորդ։ Օրինակ այս ինտերվալում կգա, այս ինտերվալում կգա, մեկը ասես ամենավերջինում կգա։ Էլի նույն բանձով է որոշում ինչ որ բանը բայնոմիալ է, այսինքն n-ից k-ական պետք է ընտրես, գրես 30-րդի k աստիճան, անգամ 1 - 30-րդի n - k աստիճան։ Սա մի քիչ տենց շատ արհեստական ինչ որ մեքենայություններով արեցինք, բայց դա աշխատող ձև է ժողովուրդ, այսինքն շուտ տենց խնդիր չկա, էլի նորմալ կարա աշխատի սա։ Եկեք մի հատ նորից հասկանանք, տենց որ խնդրեմ, եթե ինչ հարց որ ունենք համեցեք, ինչ տվեք։ Որ մասներ անհասկանալի կամ տենց որ մի հատ եք ուզեք նորից վրայով անցնենք։ Ասած դու վարկյանների մասը Կամ այդ բաժանում վարկյանների ոչ թե րոպեի դեպքում ոնց որ 2 րոպեն մեկն նայելու էլի հավանականությունը նույնն է գալի, ուրեմն ասում եմ թե վարկյանները բան։ Շատ լավ, խնդիր չկա։ Կանենք նույն ձև բաժանենք բաների, ոչ թե 3600 կտորի, այլ 60 կտորի, լրիվ նորմալ է։ Այստեղ մի այդ կտոր կար, որ ոնց որ արագ ասեցի ու տենց իր վրա շատ բան չարեցինք, չկենտրոնացանք։ Ինչու՞ն է այդ կտորը։ Եթե ասենց 30 հոգի է գալի, ես իրան բաժանում եմ այսպես միջակայքերի, միջինում 30, էլի ոչ թե 30։ Ես կարող եմ ասեմ այ ամեն միջակայքում կամ 0 մարդ կգա կամ 1։ Այսինքն ամեն միջակայքում ունենում եմ Բեռնուլի, այդ
հետեւաբար ընդհանուր առմամբ ունենում են բինոմական։ Այս բինոմական աշխատում է, եթե դու իրար հետևից անում ես, ասենք 60 հատ Բեռնուլի կամ 3600 հատ Բեռնուլի, այսինքն պետքա Բեռնուլիները լինեն, պետքա ամեն մի կտորի մեջ կամ մի հաճախորդ կա կամ 0։ Օրինակ, եթե բաժանեմ 20 րոպեանոց 3 հատ կտորի, այս հեչել նշի, չէ՞, որ ստե 0 կամ 1-ա, 0 կամ 1-ա։ Կարող այս կտորում, ասենք թե 7 հոգի գա, այս կտորում 20 հոգի գա, այս կտորում 5 հոգի գա, չէ՞։ Այսինքն մեծ կտորների բաժանելու միակ թերությունը, միակ վատ կողմը էտեն է, որ կարող է իրանց մեջ մեկից ավել մարդ կա։ Իսկ մեր Բեռնուլին ինքը ցավոք սրտի աշխատում է միայն եթե մի հոգի ա գալի կամ 0 հոգի։ Դրա համար բաժանում են փոքր կտորների, այնց որ ամեն կտորում ունենամ 0 կամ 1 հոգի կամ մարդ եկել է կամ չի եկել։ Այդ մի վայրկյանի ընթացքում զուտ 2 հոգի չի կարող գա։ Մի րոպե ընթացքում մարդս կարող է 2 հոգի գա, մեր այս Բեռնուլին մի քիչ հաշվարկները կփչանան, էլի, բայց քանի դեռ մեր բաժանումը այնքան պուճուր է, որ այդ բանը էլի ամեն մի կտորի մեջ մաքսիմում մի հոգի կարա գա, մաքսիմում մի անգամ կարա մեր ուզածը տեղի ունենա, ապա կարամ ոսկե պուճուր կտորների բաժանեմ գրեմ Բեռնուլիների ընդհանուր n անգամ կրկնությունն էլ դա գա բինոմականի։ Բինոմականի համար էլ այս բանաձևի մեջ կդնա։ Այսինքն զուտ ուզում եմ այդ իրավիճակը բերել բինոմականի, դրա համար հարկավոր են Բեռնուլիներ, այսինքն 0 կամ 1։ Մեծ կտորների դեպքում կարող լինի, ասենք թե միանգամից 20 հաճախորդ եկա, իսկ պուճուր մի վայրկյանոց կտորի դեպքում դու այդ տարբերակը բացառում ես, էլի, ասում ես մի վայրկյանի մեջ մի հոգի պետք է գա կամ 0։ Ես ուղղակի պատկերացնում եմ, որ կանեմ այդ երկուսով մոտիկանան ու ոնց որ դա էլի հաշվի։ Շատ լավ, այդ դեպքում ուրեմն ընդհանրապես չի աշխատի այս մեր մոդելը, կարանք, եթե քսոյ մոտիկանում բանը, ասենք կամ միաժամանակ մի պատվեր են տալի կամ առանձին տարբեր պատվերներ, կարանք ստեղ այս customer bar-ի փոխարեն գրենք պատվեր բառ, հա, այսինքն քանի հատ պատվեր է լինում։ Համաձայն եմ, եթե հնարավորություն լինի երկու բան միաժամանակ տեղի ունենալու, երկու հոգի միասին կան օրինակի համար, այդ դեպքում այս ամբողջ տրամաբանությունը կփչանա, այդ դեպքում ինչ-որ ուրիշ մոտեցում է պետք, համարենք, որ ամեն մեկը մենակով է գալի, ինչ որ տենց մի բան։ Շատ լավ, օքեյ, դե ստացվում է սեզ բան, այդի այո, շատ ուրեմն կարևոր է նշել, որ ստե n-ը պուճուր վերցնենք, այն հաշվով, որ փոքրիկ 1/9 երկարությամբ հատվածների դեպքում նաև 0 կամ 1 կլինի այդ հատվածի մեջ մեր ունեցած ուրեմն հաճախորդների թիվը կամ այդ n ինչ որ ուզում ես լինի, էլի այդ դրա թիվը։ Այսինքն n-ը շատ մեծ վերցնենք, որպեսզի 1/9-ը փոքր լինի։ Հիմա ժոր, sense մի հատ գեղեցիկ բան, եթե այս բանը նախ տգեղ բանաձև է, չէ՞, կարծում եմ համաձայն ենք, որ այստեղ ինչ որ հերիք չի պետք ինչ որ զգործություններ հաշվես ֆակտորիալներ, մի բան է պետք ինչ որ sense կա աստիճաններ, մի հատ էստե 1-ից հանած ինչ որ բանի ինչ որ ուրիշ աստիճան։ Սա տգեղ է։ Բայց եթե բացենք փակագծերը, այնտեղ ֆակտորիալների ինչ որ գործողություն կա, որը չեմ ասում, ինչա դա անենք։ Գործողություն անելուց հետո կտեսնենք, որ երբ որ n-ը ձգտացնում ես անվերջի, սա ինչ որ գործողությունից հետո, սա ձգտելու է y-ի մինուս 30 աստիճան, անգամ 30-ի աստիճան, բառնած կա ֆակտորիալ։ Նես չէ, որ ինչ որ շատ լավ արտահայտություն է, բայց գոնե ավելի կոկիկ է, քան էսի։ Այսինքն, տեսեք, մեզ պետք է բաժանել շատ ուժուրիկ մասերի, այսինքն 1/9-ը 0-ին մոտ վերցնել, այսինքն n-ը շատ մեծ վերցնել։ Ուրեմն պետք է n-ը ձգտացնել անվերջ, ինչքան անվերջի մոտ, այդքան լավ էլի, եթե ուզում ասեմ։ Եվ բարձում ես արտադրության մեջ, որ n-ը ձգտացնում ես անվերջի, ստացվում է սա։ Կարող հարցնեք yen որտեղից եկավ, yen եկավ այնտեղից, որ ուրեմն 1-ից հանած, ասենք թե 1-ից հանած x n-երորդի n աստիճանը, սա ուղղակի ձգտում է y-ի մինուս x-ի։ Այդ տենց ինչ որ անալիզից հայտնի բանաձև է։ Էլի մեզ հետաքրքիր ինչի է դա տենց, ուղղակի ֆիքսենք, որ տենց է, ստեղ 30 է, դրա համար y մինուս 30։ Ենք այ ֆակտորիալները զուտ ստեղից է գալի, 30-ի կա աստիճանն էլ այ հեսա ստեղից է գալիս, այն մնացած n-ն էլ ինչ որ իրար հետ կրճատում գնում է։ Այսինքն n-ի մեծ աստիճան վերցնելու դեպքում, n-ը մեծ վերցնելու դեպքում էլ, եթե դու շատ ուժուր կտորների պատրաստես բաժանես, ապա ունենես sense գեղեցիկ բանաձև։ Այսինքն եթե տեսեք, եթե ինչ-որ ժամանակի հետ կապված բան ենք անում, ասում եմ ժամանակի այսքան միջակայքում այսինչ բան է տեղ ունենում եւ այլն, ընդհանուր քանի հաճախորդ կլինի կամ քանի անգամ այսինչ բանը տեղի կունենա ինչ-որ ժամանակահատվածում, այդ դեպքում կարելի է մի կողմ գցել այս մեր այս բինոմական այս ամեն ինչը,
Միայն այդ դեպքում ժողովուրդ, եթե այտենց ժամանակային բաներ է։ Եվ օգտվել ես ե-ով բանաձևից։ Եկեք մի հատ ընդհանուր դեպքում ձևակերպենք ու հարցեր տանք։ Ուրեմն ընդհանուր դեպքում շատ հաճախ երբ որ ժամանակի մեջ ինչ որ մեզ հաշվեց քանի անգամ կլինի այսինչ բանը, ասենք մի տարվա մեջ քանի անգամ կլինի ավտովթար, կամ մի ամսվա մեջ քանի անգամ լիֆտը կփչանա, կամ մի օրվա մեջ քանի այցելու կմտնի խանութ, մի օրվա մեջ քանի հոգի կգա կառնի սառը սուրճ, քանի հոգի կառնի տաք սուրճ, ինչ որ տենց հարցեր։ Այդ դեպքերում օգտվում են այս բանաձևից, որը մենք ստացանք։ Ուրեմն ինչ որ թվի կա աստիճան, այս ինչ որ թիվը էս մեր 30-ն է։ Այսինքն դու գնում նայում ես թե միջինում քանի հոգի է գալի, այդ թվի կա աստիճան, այս ժողովուրդ, այս տառի անունը լյամբդա է, ներողություն, բայց այս բանը էլի ոնց որ ինչ որ մի տառը, որ ուղղակի ընդունված է սենց գրել, ինչ տառ ուզում եք, դուք կարող փոխարենը գրեք։ Ուրեմն եթե դու ինչ որ ժամանակի մեջ ուզում ես հաշվես քանի անգամ այսինչ բանը լինում, x այդ քանակն է ցույց տալի, բավարար է իմանալ x-ի միջինը, այսինքն միջինում գալիս է 18 հաճախորդ, օքեյ, գրենք x-ը հավասար է 18։ Այս միջինը նշանակում ենք լյամբդա տառով, բայց եմ ասում ինչ տառով ուզում եք նշանակեք։ Եվ օգտվում այս բանաձևից։ x-ի կա ալնելու հավանականությունն է լյամբդայի կա աստիճանը բաժանած կայի ֆակտորիալ անգամ y մինուս լյամբդա աստիճան։ Առաջին հայացքից սա ոչ մի բան չասող, ոչ ինտուիտիվ, ոչ տրամաբանական ինչ որ բանաձև է։ Բայց որ գրաֆիկին նայենք ու մի քիչ խորանանք, տեսնենք որ այո, իրոք մեր ուզած բանը համապատասխանում է ճշմարտությանը, եւ ինքը կոչվում է Պուասոնի անունով։ Պուասոնը ֆրանսիացի մաթեմատիկոս է, այսինքն առնվազն իր ժամանակներից սկսած այս գաղափարը կա եւ ինքը շատ աշխատող գաղափար է, հա, այսինքն այս շանով մարդիկ մոդելավորում են լիքը բաներ։ Օրինակ պատկերացրեք ժողովուրդ, ինչ որ, չգիտեմ, օրինակի համար ինչ որ նկար եք գցում, ենթադրենք ինչ որ սոցիալական ցանց կամ ինչ որ վիդեո եք գցում YouTube, դուք գիտեք, որ միջինում մեկ օրվա ընթացքում ձեր այդ նկարը լայքում է, ասենք թե 30 հոգի, կամ ձեր այդ վիդեոն նայում է, ասենք 300 հոգի միջինում, հա, ինչ որ մի քանի վիդեոների միջինն եք նայում։ Այդ դեպքում կարաք այս հավասարության մեջ, տեսեք, միակ անհայտ բանը լյամբդան է։ Լյամբդան դնեք այդ ձեր այդ 30-ը կամ 300-ը ու հաշվեք ինչքան է հավանականությունը, այսինքն այս ոնց որ հիասքանչ բանաձևի միջոցով կարող հաշվեք որքան է հավանական, որ ձեր նկարը կլայքի, ասենք թե 100 մարդ, կամ ձեր վիդեոն կնայի 304 մարդ։ Այսինքն իմանալով միայն միջինը, սա օգնում է շատ ճշգրիտ ձևով հաշվել, ոնց որ մի քիչ կախարդական բան է թվում, բայց նախորդ էջում ինչ արեցինք այդ է, էլի։ Սա թույլ է տալիս շատ մեծ ճշտությամբ հաշվել, թե քանի անգամ կարող ակնկալեք, որ ինչ հավանականությամբ կարող ակնկալեք, որ այսքան անգամ կլինի դիտում կամ այսքան լայք կամ այսքան այցելու կամ խոսքով սա քանակը հաշվելու համար է ինչ որ ֆիքսված ժամանակային միջակայքի մեջ։ Եթե գիտես միջինում ինչքան է, էլի։ Ու տենց կոչվում է Պուասոնի բաշխում ու սենց են գրում։ Մեր անցած նախորդ բանի համեմատ մի քիչ բարդ է, բայց էլի որ խորանանք, փաստորեն սա բինոմականից է գալի, բինոմականը Բերնուլիից է գալի։ Տենց ամենահաճախ օգտագործվող բաներից է եւ կարող օգտագործեք օրինակ, չգիտեմ, մի ժամվա ընթացքում քանի մեյլ եք ստանում։ Հերիք հայմանակ միջինում ասենք թե 4 մեյլ եմ ստանում, կտեղադրեմ սրա մեջ, կնայեմ ինչքան հավանական որ կստանամ 4-ից ավել, ասենք 5 մեյլ, 6, 7, 8, 40։ Եթե միջինում 4 եմ ստանում, 40 ըլելու հավանականությունը փոքր կլինի, չէ՞, ըստեղ կդնեմ լյամբդան 4, կամ կդնեմ 40, ըստեղ փոքր թիվ կստացվի շատ։ Դից կամ ասենք քանի զանգ են ստացել ինչ որ հեռախոսավարների կենտրոնում, կամ մի ժամվա ընթացքում, մի օրվա ընթացքում, կամ ասենք կիսակովի վրա տարվա մեջ քանի անգամա բան, հա, ավտովթար տեղի ունենում, կամ ինչ-որ պատահար տեղի ունենում, էլի այս տեսակի բաները, երբ որ ուզում են մարդիկ, այսպես ասած, մոդելավորեն, այսինքն գիտեն, որ միջինում տարվա մեջ լինում է, ասենք թե, չգիտեմ, 100 հատ ավտովթար, ապա ինչքան է հավանական, որ կլինի 200 հատ ավտովթար։ Ասում են շատ լավ, այս բանաձևի մեջ լյամբդան դիր 100, կամ դիր 200, ինչ թիվ որ տվեց, մոտավորապես այդ է։ Ու տենց, այսինքն երբ որ դու ունես ժամանակ ու այդ ժամանակ ընթացքում ես տենաս քանի անգամ տեղի կունենա այսինչ բանը, ընդհանրապես հաշվի միջինում քանի անգամ է տեղի ունենում, դիր այս բանաձևի մեջ։ Ոնց որ Պուասոնը երաշխավորում է, որ սա շատ լավ մոտարկում է այդ իսկական հավանականությանը։ Ակտիան այնտեղ գրած է, որ interval of time or space, այսինքն այդ ժամանակի մեջ հասկացանք, բայց տարածության մեջ ոնց անցալվում է։
այդ շատ լավ է որ ասեցիք, մոռացել էի ասել, գիտեք ոնց որ այդ ժամանակը ես նշեցի, ու ասի է 0-ն է, այս 60-ն է, նու 10:00, 11:00 ու մեր ամեն անգամ ոնց որ այդտեղ ինչ որ հաճախորդ գալը նշանակեցինք sense, որ sense լավ, կամ կարա sense կետով նշեի, այդ նույն տրամաբանության, եթե օրինակ ուզում եմ ոչ թե ժամանակի մեջ, այլ ասենք պատկերացրեք sense բան, ինչ որ ենթադրենք ճանճերը իրարից անկախ գալիս են, ինչ որ sense բան ունեմ, հա, դրած, ափսե ունեմ, այս ափսենը պապակ sense գիծա ենթադրենք, ափսե երկարություն թողնի 0-ից 10, հա, ճանճերը գալի նստում են, մեկը գալիս է նստում աստեղ, մյուս ճանճ գալիս նստում աստեղ, մյուս ճանճ գալիս նստում աստեղ, ոնց որ այդ ինչքան է հավանական, եթե գիտեմ որ միջինում ըստեղ այսքան 0-ից 10 միջակայքում գալի նստում ասենք թե 7 հատ ճանճ, այս ամիջոցով էլի կարող եմ այդ նույն այդ հոսքով ճանճերի գալու նստելու հավանականությունը, այսինքն իմ հատվածը կարող պատկերեմ երկրաչափորեն, իր վրա գալ նստելը այդ նույնը ինչ որ ուղղակի երկրաչափորեն գալ ինչ որ sense կեց զբաղացնել, ու ինչքան հավանական որ այս 10-ի մեջ կլինի ոչ թե ասենք թե 4 հատ ճանճ, այլ 5 հատ ճանճ, 6 հատ ճանճ, էլի որոշվում է այս պոասոնը։ Այսինքն կարող է ժամանակ նաև գոյություն չունեն, այլ ուղղակի ինչ որ հատվածի մեջ ինչ որ կետեր են ավելանում։ Միգուցե ինչ որ լավ օրինակ կա կարելի բերել սրա համար, բայց այդ նույն այդ ավտովթարների պահը կարող ասեք, որ վայ մի հատ ավտովթար եղավ, ասենք թե հունվարի 4-ին, մի հատ եղավ հունվարի 5-ին, մի հատ եղավ հունվարի 7-ին, մի հատ ոնց որ ստացվում է որ գծի վրա կետեր եք նշում, այդ նույն պոասոնի իրավիճակն է։ Միջին իմանում ես, միջինով կարող ես մոդելավորել շատ ինչ որ տարօրինակ բանաձևով, թե ասենք միջինից մեծ կամ փոքր արժեքների հավանականությունները ինչքան է։ Այստեղ ընդորում հետարքիր է, եթե կան դնեք լյամդա, այսինքն միջինում 5 հոգի է գալի, ինչքան հավանական որ 5 հոգի է գալի, այստեղ դա լյամդա աստիճան, բառնած լյամդայի ֆակտորալ y մինուս լյամդա աստիճան։ Ոնց որ 5 հատ լյամդա կլինի այս արտադրության մեջ, մի քիչ այտենց առավելապես շատ սիրուն բան չի ստացվում, որ ասեմ կրճատում բան է ստացվում, բայց ամենամեծ արժեքը սրա ընդունում է այդ դեպքում էլի, երբ որ կան լյամդաներ։ Հարցեր։ Դե միջև բաշխման գրաֆիկը չես տեսել խտության, այդ ամենա ինֆորմացիայի կարևոր մասը չունես, հա, բանաձևը լավ է, բայց մի հատ արժի գրաֆիկին նայել։ Տեսեք, ասում եմ, եթե միջինում 5 հոգի է գալի, 5-ի արժեքի հավանականությունը ամենամեծն է։ Դա այս դեպքում 4-ն էլ է մեծ ոնց որ թե։ Եվ 5-ից այն կողմ, ինչքան միջին, ասենք ասում եմ իմ խանութ միջում գալիս է 10 հոգի։ Ինչքան է հավանական որ գա 11 հոգի, ոնց որ այդքան էլ շատ չի հավանական, չէ՞, մի քիչ կամ որ 20 հոգի կգա, 30 հոգի կգա, եթե միջում 10 հոգի է գալի, խի պետք է ինչ որ մի օր հանկարծ 30 հոգի գա, էլի։ Այսինքն ինչքան դու միջինից հեռու ես գնում, այդքան ավելի քիչ է հավանական դառնում այդ քո բանը։ Եվ հա, երբ չի կարա բացական արժեքներ ընդունել, դա ֆիքսենք, որովհետև դա քանակա ցույց տալի։ Մի երկու ուրիշ գրաֆիկ էլ եկեք նայենք տարբեր արժեքների համար, հա, օրինակ ես ասեցեք, լամդան դրել ենք, ասում ենք միջինում գալիս է մեր խանութ, ենթադրենք 10 մարդ։ Ասում եմ շատ լավ, ուրեմն 10-ը գալու հավանական, հա, մեզ կարող եմ սենց բաներ անեմ, միջինում ասում եմ գալիս է լավ, ենթադրենք 11 մարդ, ասում եմ շատ լավ, այս 11-ի սյունը ամենաբարձրն է, 12-ը մի քիչ ցածր է, 13-ին ավելի ցածր է եւ այլն, այսինքն իջնում է։ Այս ոնց որ հա, չէ, ուղղակի է ասում, սենց սիրուն իջնում է, եւ կարելի է խոսքով բրթել այս լամդան այս կոմենքում, ուղղակի տեսնենք, որ ինքը ավելի ձախ կամ ավելի աճ է լինում, էլի։ Հարցեր։ Շատ կոպիտ կլինի, որ ասենք այս բանի այդ նորմալ բաշխման դիսկրետ վարիանտն է։ Հետարքիր բան եք ասում, ինչ որ բանի դիսկրետ տարբերակն է, ու նորմալին էլ հաստատ նման է։ Եկեք ստուգենք ձեր ասածը, հետարքիր բան եք ասում։ Հա չէ, ասում հա, օքեյ։ Հələ դեռ ժողովուրդ այդ մասին չենք խոսացել, բայց այո, խոսանք էլի իհարկե մի քիչ հետո։ Նորմալ բաշխման դիսկրետ տարբերակն է, նորմալը ասում է սրա սահմանն է, տեսեք։ Նորմալ լամդան, երբ որ լամդան ձգտածում ես անվերջի, այդ ոնց որ ցույց իդեալական բռնում է սրա հետ։ Բայց հələ դրանք անդրադառնանք։ Մի հետարքիր բան կարաք նկատեք, ժողովուրդ, լամդան դրել եմ 14.07 եւ մացպասումն է տվել 14.07 եւ վարիացիան է տվել 14.07։
եթե քո խանութ գասա միջում 14 հոգի, լամբդան դնում ես 14, դե x-ի մատպասումը հենց ըստ սահմանման հենց քո լամբդան է, չէ՞։ Լամբդան նույն x-ի մատպասումն է, այսինքն միջին արժեքն է։ Նորից տվես 14, բայց որ ավելի հետաքրքիր է, վարիացիան էլ է 14, այսինքն եթե ունես Պոասոնի բաշխում, իր մատպասումը ու վարիացիան իրար հավասար են եւ հավասար են քո լամբդային։ Լավ, այստեղ sense կոճակել կա, կարանք սխմենք ինքը սիմուլացնի, այսինքն ինչ նկատում եմ սիմուլացնել ասելով, վերցնում է 14 միջինով, էլի։ Ու ինչ որ պատահական ձևի այցելուներ է գեներացնում, հա, պատահական օրեր է գեներացնում, մի օր ավել, մի օր պակաս եւ այլն եւ այլն, իհարկե այստեղ կարող է ոնց է գեներացնում, այդ մասին չենք խոսա։ Ուղղակի ասում է x-ը Պոասոնի բաշխում ունեցող, այսինչ պատահական մեծություն է։ Հիմա իրան տարբեր անգամներ սիմուլացնենք, այս մեր 0-ից ոնց որ 35-ն է, հա, ինչ որ դեսենց գնում է իրական շատ։ Տեսեք, ամեն պահի, որ էսի ստոպ տակ, ցույց է տալի ամեն մի այս գիծը, որ այսինչ պահին եկավ այցելու, այսինչ պահին եկավ այցելու, այսինչ պահին եկավ այցելու։ Սա եթե մի քիչ դանդաղացնենք, այս բանը կտենանք, որ օրինակ ասում է մի այցելու եկավ ստեղ, մի այցելու եկավ ստեղ, մի այցելու ստեղ, այսքան ամեն գիծը մի այցելու, ընդհանուր եկավ 11 այցելու։ Okay, եսի վերցնում ենք հաշվի ենք առնում։ Հաջորդը մի ուրիշ օր եկավ 12 այցելու, հետո մի ուրիշ օր եկավ 14 այցելու։ Ոնց որ տեսնում եք, կան այց հեռու լինեն։ Օրինակ բան էլի, ասում ենք վթարներ եւ այլն, ինչ որ տես բան, որ պատահականորեն տեղի ունենում ու կամ չգիտեմ, կանգնած պատահանտակով նայում ես, քանի ավտոյա գալի անցնում։ Եթե հենց հիմա գնաք պատահի մոտ կանգնեք ու սպասեք, երբ հաջորդ ավտոն գալու, հետո հաջորդ հետա գալու եւ այլն, ուտես մի 10 րոպե սպասեք, նայեք 10 րոպեի ընթացքում քանի հատ ավտո եկավ, մեկ շատ թիվ կլինի, մեկ քիչ թիվ կլինի, բայց էլի այս նույն ձևով կան ավտոները կամ իրար մոտիկ գան կամ իրարից հեռու գան, ոնց որ ոչ մի կանոն չկա, մի ավտո մյուսից լրիվ անկախ է, էլի Պոասոնի բաշխման է հետևում, թե առաջկա 10 րոպեում ձեր պատանտակով քանի մեքենա կանցնի, կամ քանի մարդ քայլելով կանցնի եւ այլն, էլի։ Նու մարդիկ ինչ որ խմբերով են գալի ավտոները առանձին, ավտոների դեպքում ավելի մոտիկ կլինի Պոասոնի, բայց ասած նա որ sense տարբեր անգամներ փորձեր են անում եւ այս թվերը գրառում ենք։ Եվ ոնց որ տեսնում եք, դեպքերի մեծ մասում ստացվում է ոնց որ այն ինչ որ պետքա լիներ, էլի, այսինքն sense Պոասոնը ինչ որ 14.07 միջինով, 14.50 ամենաբարձրն է, մյուսները sense իջնում են։ Ու շատ նման է զանգակաձև այդ կորին, որովհետև պարզվեց, որ իրական այդ զանգակաձևի նույն այդ իրավիճակն է, էլի։ Նո, բայց այս դեպքում ձեր ցույց տված գրաֆիկներում որոշներում կա, որ այդ պիկեր մի քանի հատ են, որտեղ այն զանգակաձևի դեպքում մի նկար ցույց տվեցիք, ասեցիք, այս մեր բաշխումների հետ բռնումը նույնն է, ասեցիք ոչ։ Շատ ճիշտ է։ Հա, ասում եք, այստեղ պիկերը մի քանի հատ են։ Ճիշտ ասած չէ, պիկերը պետք է որ մի հատ լինեն։ Այս սրա մեջ նկատի ունեք թե սիմուլյացիայի։ Նու այս նոր որ ստեղ կատարում ենք, ստեղ ինչ որ բան ստացվեց, որ տենց մի քանի պիկ ուներ, թե այս PMF-ի մեջ։ Հա, սիմուլյացիայի մեջ հնարավոր է։ Սիմուլյացիան ինքը ոնց որ տեսականորեն ինչ որ գրում ենք, դա մոտիկ է ճշմարտությանը, բայց ճշմարտություն չի, էլի ոնց որ քանի դեռ չենք բաները, այսինքն կարող հանգիստ մի օր ստացվի, որ տեսեք հաճախները շատ կան, մի օր քիչ կան։ Այս սրա մասին ոչ մի բան չեմ կարող ասեմ, էլի, այսինքն սիմուլյացիայի մասին չեմ կարող ասեմ։ Մեր ասածը տեսականն է, այսպես ասած օդի մեջ է, էլի, այն իդեալական դեպքում։ Իսկ այս սիմուլյացիան ինքը չոր ճշմարտությունն է, էլի, այսինքն կարող ասենք ինչ-որ պիկեր ունենա իր մեջ։ Հաջորդ ասենք փորձենք սրա մասին ավելի ինչ-որ օգտակար բաներ ասել, որ իրականում այս սիմուլյացիան որ շատ երկար միացրած թողեն, պետք է իրականում շատ սիրուն գա այդին Պոասոնի գրաֆիկը ստացվի։ Եթե այդ է հարցը, դրան հաջորդ դասում փորձենք պատասխանենք։ Խոսքի մի հատ sense օրինակ էլի բերեմ։ Եթե ենթադրենք ինչ որ պատճառով մարդկանց այդ խմբի մեջ հասակները 180-ը ու 160-ն են, ոնց որ համեմատաբար այդ միջակայքերն են ավելի շատ հանդիպում, քան 170-ը։ Հիմա այդ ինչ էլ նորմալ բաշխում չի։ Չէ, դա նորմալ բաշխում չի։ Հələ չենք անդրադարձել, բայց այս անդրադառնանք անպայման ասել ենք, որ մեր նորմալ բաշխումը զանգակաձև է կորով, ինքը ուղիղ մի հատիկ պիկ պետք է ունենա։ Եթե մի հատ տենց ինչ-որ սիսմասիս վիճակ է, էլի, մի հատ բարձրանում, հետո իջնում, հետո բարձրանում, իջնում, դա նորմալ չի։ Ուրիշ բաշխումներ կան, որ էլի կարան է դրան մոդելավորեն, բայց նորմալը չէ։ Իրական լիքը բաշխումներ կան, ժողովուրդ, մենք մի տենց
7-8 հատը քննարկենք կամ ավելի շատ, բայց շատերը կան, էլի, որ անուն ունեն, ինչ որ բնական է որ շատերը կան, անverջ շատ կա, բայց ոնց որ անուն ունեցող տասնյակներով կան, էլի։ Լավ, ժողովուրդ, եկեք մի հատ պաուզա տանք, հարցնենք մեզ ինչներ է սա պետք, ինչ ենք տարբեր խնդիրներ լուծում, այդ հերիքში մի հատ էլ անուններ տալիս, որտեղ օգտագործելու էլի այս ամեն ինչը։ Այն նոր որ ասում ենք, էլի, որ գնում եք կայք եք պատվիրում, իրանք զրույց չեն գրում, այլ պատրաստ ինչ որ մի հատ այնց բերում են կաղապար, շաբլոն, template եւ դրա վրա շարունակում են աշխատել, այդ նույն իրավիճակն է։ Տեսեք, երբ որ ինչ որ դատայի հետ եք աշխատում, ասենք վերցրել եք 500 հոգու, այդ 500 հոգու քաշերը հաշվել եք, կարաք այդ քաշերը իրար կողք շարեք, ինչ որ ստանաք, ինչ որ sense մի հատ sense նկար, այն նոր ինչ որ այսպես որ այս ինչ քաշից մարդիկ շատ են, այսից քիչ են եւ այլն, ինչ որ sense բան։ Բայց թե իրանց PMF-ը կամ PDF-ը ինքը ինչ բանաձև ունի, այդ բանաձևը չգիտենք, այսինքն այն բուն իսկական բաշխումը, որը որ աշխարհի բոլոր ասենք այդ 8 միլիարդ մարդիկ ունեն, դա մեզ հայտնի չի, կամ որ պատահականորեն վերցած մարդու բանը ինչքան է, այդ դրա բաշխումը նույնպես հայտնի չի, այսինքն բանաձևը հայտնի չի, տեսքը հայտնի չի, հայտնի է մենակ 100 հոգու դատա, այսինքն դու 100 հոգու համար, ինչ որ n հոգու համար ունես ինչ որ տվյալներ, գիտես որ իրականում պետքա ինչ որ sense սիրուն, ասենք զանգակաձև կոր լինի, կամ գիտես որ իրականում պետքա Պուասոնի բաշխում լինի, բայց չգիտես օրինակ Պուասոնի բաշխման մեջ լյամդան ինչքան է։ Հա? Այս մեր խնդիրները որ sense տեսականորեն լուծում ենք, ասում ենք, գիտես, այցելուների քանակը առաջիկա 30 րոպեի ընթացքում պետքա պարտադիր ձևով լինի Պուասոնի բաշխում, այսինքն ունենա այս բանաձևը։ Վիճակագիրները այդ բանաձևը չգիտեն, էլի, իրանք ընդհանրապես կարան հավաքեն 100 հոգու, 100 հոգունից դատան դուրս բերեն, բայց այդ դատան դուրս բերեցիր 100 հոգու քաշերը կամ ունեք այդ քանի հաճախորդ է եկել այս առաջիկա 7 օրերի ընթացքում ասենք թե։ Դա մի քանի անգամ որ տենց դատան երտակ գրում ես, դրանից դեռ ոչ բան չես ունենում, էլի, բանաձևը չես ունենում։ Այս մեր բաշխումները հենց օգնում են այդ հարցով, ասում են ընդամենը դու լյամդանից տուր, ես քեզ կվերադարձնեմ պատրաստի PMF-ի բանաձևը։ Այսինքն այդ 100 հոգուն հավաքի իրանց մեջ այդ լյամդան միջինը հաշվի, տարդիր են բանաձևի մեջ ու ահա, խնդրեմ, քեզ իդեալական էս քեզ բանաձևը իր խտության, էս քեզ իր CDF-ի բանաձևը, էս իր վարիացիան, էս մատսպասումը եւ այլն։ Այսինքն ոնց է որ ինչ որ էս երթին կոչվում են մոդելավորել, էլի։ Մոդելավորել, այսինքն դու իրականությունը չգիտես, թե իրականում որքան է։ Նու իրական ոչ թե որքան է, չգիտես իրականում այդ բաշխումը որ կա, ինքը ինչ տեսք ունի, բայց քեզ ոնց որ ասում են որ պետք է ինքը ունենա այսինչ բանաձևը, դրա մեջ միական այդ բանը լյամդան է, դու լյամդան հաշվում ես միջինը ինչքան է, դեղադրում ես, վсё, բանաձևը ստացա։ Ոնց որ կիսաֆաբրիկատ է, էլի, քեզ մնում է միայն վերջի քայլը անում։ Ինքը արդեն պատրաստի ինչ որ մի բանաձև կա, մեջ ուղղակի մի հատ անհայտ է, այդ անհայտը դնում ես, վсё, աշխատեց։ Առանց այդ կիսաֆաբրիկատի դու զրոյից չէիր կարող, էլի, ինչ որ տենց 30 հոգու տվյալ ունենալով գտնել իրանց ինչ որ բաշխման գրաֆիկ, ասենք թե։ Այսինքն հարցը այն է, որ եթե ասեմ եկեք X-ով վերցնենք նշանակենք այսօր քանի հոգի կգա մեր խանութը, հա, էլի որ նշանակենք, այդ X-ը պետք է ունենա ինչ որ մի բաշխում, բայց ես ընդամենը կարամ ասենք այսօրվա երեկվա նախորդ օրվա տվյալները հավաքեմ, այդ ինձ 3 հատ տվյալ է տալի, այդ 3 հատ տվյալը բանաձև չի։ Եվ չեմ կարող դրանում մատսպասում, վարիացիա տենց բաներ հաշվեմ։ Բայց փրկությանը գալիս է բանաձևը, այս բանաձևի մեջ ասում ընդհանրապես դու ինձ լյամդան տուր, լյամդան տալիս է ինչ որ մի հատ կոր, եւ այդ կորը ասում եմ, ահա, ոնց որ թե էսի բռնում եմ, կարիքներին համապատասխանում է ու արդեն ունենում եմ այդ կորի հետեքով ամեն ինչը, բանաձևը եւ այլն։ Ոնց որ ինչ որ բան լինի, էլի, որ խնդիր եք ուզում լուծեք, չգիտեք ոնց լուծեք, բայց ինտերնետում ինչ որ միտեղ կա թվերը փոխած ուրիշ լուծում։ Դու վերջում ես դրա տրամաբանությունը հասկանում ես, փոխում ես քո թվերն ես դնում, ահա, ստացած որ խնդիրը լուծեցիր։ Նմանատիպ ինչ որ իրավիճակ է։ Կամ ինչ որ կոդ է պատրաստի գրած, որ դոկումենտացիայի մեջ կա։ Տանում ես, փոխում ես քո ուզած մասերը մի քիչ, ստանում ես քո ուզածը, որը եթե զրոյից գրելու ուներ, կարող է չկարենար։ Այ վիճակագրության մեջ մենք միշտ ունենք ինչ որ n հատիկ նմուշ, այլ ոչ թե ամբողջ մարդկության դատա։ Դրա համար էսի մեզ օգնում է պատրաստի բանաձև ունենալ, որի մեջ ցան ինչ որ թիվ է պետք փոխել։ Ու շատ հաճախ այդ իրավիճակը սենց է անում, որ ոնց որ
դատան գիտես որ այսենց է, այ մի նմուշը սենց, մի նմուշը սենց, մի նմուշը սենց, ինչ որ սենց կետեր է։ Այսենց։ Խնդրեմ, ենթադրենք սենց։ Դու փորձում ես ինչ որ համապատասխան լյամդայի արժեք գտնես, որ այսենց օրը տանես Պուասոնի ու ինքը անցնի քո կետերով։ Սա ասում են fit անել, այդ քո տվյալը fit անել, այսինքն ինչ որ մեկի հակով ոնց որ հանդերձանք կարել էլ ինչ որ մեկի վրա որ բռնցնում ես շորի չափերը, ասում եմ ոնց կարելի ինչ որ լավ լյամդա վերցնել, որպեսզի այդ քո բանը բռնցնես, էլի, այդ քո PDF-ը բռնցնես այս քո ասենք թե 7 հատ կանաչ կետ կա, այս 7 հատ նմուշի հետ։ Ու տենց բռնցրեցիր, ուրեմն շատ լավ է, ուրեմն կարաս ասես գիտես ինչ իրականում այդ 7 հատ նմուշի փոխարեն ես արդեն ունեմ իրանց մոտավորապես մաթեմատիկական նկարագրություն։ Այդ նկարագրությունն էլ քեզ թույլ է տալի հաշվես վարիացիա մատպասում եւ այլն եւ այլն։ Եթե պետք է երկու բաների միջեւ կովարիացիա հաշվես, գումարես, անես, այսինքն բոլոր այն գործիքները, որ մենք խոսել ենք պատական մեծությունների մասին, իրական կյանքից դեպի պատական մեծություն անցումը ինքը կատարվում է այս բաշխումների միջոցով։ Ու ոնց որ հենց ինչ որ իրավիճակում որ հայտնում եք որ փորձեք ինչ-որ բան մոդելավորել, այսինքն մի 8 հատ նմուշ ունեք կամ 100 հատ դատա ունեք ուզում եք դրանից անցում կատարել ընդհանուրի, զուտ փորձի միջոցով կամ ինչ որ տենց տարբեր բաներով էլի, չեմ դատողություններ անելով, կարող ասեք, օրինակ եթե ինչ որ բանը չափման ժամանակի ընթացքում ինչ որ ֆիքսած բանի հաշվար, հավանաբար դա Պուասոնի բաշխում ունի։ Եկեք գտնեմ լյամդան։ Լյամդան գտնեք, դնեք մեջը, գրաֆիկը գտեք, տենակ որ իրոք ճիշտ է կամ տենակ որ չէ, սխալ է, մի ուրիշ բան փորձեք։ Իմաստը սրա է դա, էլի, այսինքն ստանալ ինչ որ կիսաֆաբրիկատներ, որոնք լավ կաշխատեն, մի շարք դեպքերում մեզ կմնա մենակ ինչ որ փուջուր գործ անելը, թե որ պարամետր գտնել դնել մեջը ու ինքը արդեն մոտի կլինի մեր ճիշտ դատային։ Իսկ այդ PMF PDF-ները ո՞նց են գտնելու։ Շատ լավ բանաձևով, այսինքն օրինակ Պուասոնի, եթե ես գիտեմ որ ինչ-որ խոսքը ժամանակային քանի հոգի կգա այդ դրա մասին, քանի հոգի կա մի օրվա ընթացքում, ես կարող եմ այսօրվա դատան, վաղվա դատան, մյուսօրվանը կվերցնեմ, ասենք 10 հատով։ Խոսքը քանի այցելու է եկել, էլի։ Ամեն օրվա համար կնայեմ քանի այցելու է եկել, այդ թվերի միջինը կվերցնեմ, անունը կդնեմ լյամդա, կասեմ այ միջինում գալիս է 8 հատ հաճախորդ։ Այս բանաձևի մեջ կդնեմ 8 ու всё, ժողովուրդ, այս բանաձևը ինձ ինչ է ցույց տալիս, ցույց տալի հավանականություն, որ x-ը 0 է, 1 է, 2 է, 3 է, 4 է եւ այլն եւ այլն։ Այս բանաձևը, այսա որ կա, ինքը հենց մեր x-ի PMF-ի բանաձևն է։ Այն մեր գրելաձև կգրենք px փակագծի մեջ կա։ Այսինքն սա PMF-ն է։ Եթե ուզում եմ CDF-ը կվերց, ասենք, բան, հա, CDF բաշխման ֆունկցիան մեջ է դրած, ասենք թե 7, սա հավասար է px1 գումարած px2 մինչև px7։ Այս այսինքն կոպիտ ասած, այս սլայդի մեջ գրած է իր PMF-ը, եթե կուզեմ, ապա սրանից կստանամ CDF-ը գումարի միջոցով։ Դրվար մասը այս լյամդան որոշելն է։ Լյամդան կդնեմ ստեղ, всё, բանաձևը պատրաստ է։ Սրան վերաբերվեք որպես ֆունկցիա, ինքը կայից կախված ֆունկցիա է, ասում ես PDF-ի նման է, էլի, ասում ես ինչքան է PMF-ի նման է, ասում ես ինչքան ակամ որ 4 հատ բան ավտովթար տեղ ունենա, ասում եմ տեղադրի 4, ինչ որ ստանաս այդ է պատասխանը, այսինքն ֆունկցիա է։ Սա հենց PMF-ն է, էլի, այսինքն։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Հարցեր, ուրիշ հարցեր։ Այս ինչ որ խոսացինք այս ամբողջի մասին, ինչ հարցեր կան, մտքեր կան, ժողովուրդ։ Այն ճիշտ ասած մի հատ էլ հարց տալ, այսինքն տվյալները շատ եղնի, մենք կարանք դրանից ունենք ինչ-որ բանաձև ստանանք, էլի։ Նկատ ունեմ, օրինակ PDF-ի ժամանակ ինչ-որ ֆունկցիա ստանանք, էլի, դա է նկատը։ Ինչ-որ բանաձև։ Անպայման։ Հեսա մենք խոսանք այն դեպքում, որ անընդհատ պատական մեծություններ են, այս ոչ թե PMF ունեմ, այլ PDF, ինչ-որ ֆունկցիա բանաձև է պետք։ Այդ բանաձևը կարող շատ հանգիստ ստանանք, հենց ոնց որ ասացիք, շատ դատայի թե ունենաս, ապա ճշգրտությամբ կստանաս իր բանաձևը։ Այսինքն կախարդական գործիք է, էլի, ինչ որ իրական կյանքում դատա եմ հավաքում, հա, աղյուսակը 20 հատ տողից բաղկացած, ամեն մարդու դիմաց իր բոյնա գրած ենթադրենք, թե եթե 20 հատը 200 հոգինի ավել է, այդ դրանից այս տեղադրում բանաձևերի մեջ, ու մեկ էլ հոպ ստանում եմ գեղեցիկ բանաձև, այսինքն այն ինչը որ մենք անալիզով կարանք իրան հետազոտենք, ածանցենք եւ այլն, ու այն ինչը որ այս ամբողջ ընթացքում հաղթեսում մենք ցույց սովորել ենք ինտեգրել եւ այլն, այսինքն սիրուն բանաձևեր կարելի է գեներացնել ունենալով մի քիչ դատա։ Ցանկալի է շատ։
Հենց այդ դրա համար է այս բաշխումները պետք էլի, որ մեզ ասի ընդամենը, եթե Բեռնուլի է, մեզ ընդամենը պեն հաշվի տուր։ Եթե բինոմական է, ընդամենը n-ը եւ պեն հաշվի տուր։ Եթե Պուասոնը, ընդամենը լյամդան հաշվի տուր։ Այսինքն մեզ մնում է հավաքել դատա, գտնել մի հատիկ թիվ, ասենք մի հատ լյամդա, մի հատ պարամետր։ Այս պարամետրը հենց գտա, վсё, ինքը արդեն մնացած ամեն բան, բանաձևը եւ այլն, ապահովում է քո փոխարեն։